Երբ 1994-ի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հատուկ խումբը մտավ Վանո Սիրադեղյանի նախկին աշխատասենյակ Հանրապետության հրապարակի վրա, նրանք գտան մի բան, որը պաշտոնապես երբեք չպետք է գոյություն ունենար։ Երկաթե սեյֆի ետին, կրկնակի հատակի տակ թաքնված էր կարմիր կաշվե պատյանով թղթապանակ, առանց որևէ պաշտոնական դրոշմի։ Ներսում 17 հանուն, գրված ձեռքով, կարմիր մարկերով։ 7 անունից հետո կային ամսաթվեր և կարճ նշումներ, կատարված, հաստատված, փակված։ Բայց ամենը անհանգստացնողը մյուս 10 անունն էր, առանց որևէ նշման, կարծես սպասելով իրենց հերթին։ Ով էր կազմել այս ցուցակը, երբ նույնիսկ ԱԱԾ-ի բարձրաստիճան սպաները չգիտեին դրա մասին։ Ինչու այս փաստաթղթերը ոչնչացվեցին հենց Սիրադեղյանի հրաժարականից 3-ից 3 օր անց։ Եվ ամենակարևորը, ինչպես այս թղթի վրա գրված անունները կապված էին այն մարդկանց հետ, ովքեր անհետացան Երևանի գիշերային փողոցներում 1993-ի և 94-ի ձմռանը։ Այս փաստաթուղթը կարող էր կյանք արժանալ նրան, ով այն գտավ։ Բայց այսօր, 33 տարի անց, մենք առաջին անգամ ցույց ենք տալիս, թե ինչ էր իրականում թաքնված այդ կարմիր պատյանի ներսում։ Պատկերացրեք, որ դուք ապրում եք քաղաքում, որտեղ ոստիկանության նախարարը ավելի հզոր է, քան նախագահը։ Քաղաք, որտեղ մեկ հեռախոսազանգը կարող է փոխել ձեր ճակատագիրը, առավոտյան ժամը 6-ին ձեր դռանը թակելով սև նիվաներով։ 1992-ից մինչև 94 Երևանը ապրում էր այս իրականության մեջ։ Վանո Սիրադեղյանը, ինտելեկտուալ փիլիսոփայության դոկտոր, Լևոն Տեր-Պետրոսյանի ամենամոտ մարդը, վերահսկում էր ոչ միայն ոստիկանությունը, այլև ԱԱԾ-ի հատուկ ստորաբաժանումները, որոնք պաշտոնապես չէին գոյություն։ Նրա անունը շշուկով արտասանվում էր խանութներում, շուկաներում, նույնիսկ տների ներսում, վախենալով, որ պատերն ունենա կանջներ։ Բայց ինչպես մի մարդ, ով սիրում էր Դոստոևսկին և Կամյուին, ով քննարկում էր էկզիստենցիալիզմը Փարիզի կաֆեներում իր ուսանողական տարիներին, վերածվեց այն ուժի, որից վախենում էր ամբողջ հանրապետությունը։ Ինչ տեսավ նա իշխանության մեջ, որ փոխեց նրա բնավորությունը այնքան արմատապես։ Վանո Սիրադեղյանը ծնվել է 1951-ի մարտի 21-ին Երևանում, ինտելիգենտ ընտանիքում։ Նրա հայրը Հենրիկ Սիրադեղյանը աշխատում էր Երևանի պետական համալսարանում որպես ֆիզիկայի դասախոս, մայրը Արմինե Գրիգորյանը գրադարանավար էր։ Տունը միշտ լի էր գրքերով՝ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն։ Փոքր Վանոն սովորեց կարդալ 4 տարեկանում և 6 տարեկանում արդեն կարդում էր Պուշկինին բնագրով։ Դպրոցում նա էր լավագույն աշակերտը, մաթեմատիկայից մինչև գրականություն, բայց ուսուցիչները նկատում էին նրա մեջ ինչ-որ տարօրինակ բան, սառը հաշվարկված խելքը, որը չէր համապատասխանում նրա տարիքին։ 12 տարեկանում, երբ դասընկերները խաղում էին ֆուտբոլ, Վանոն նստում էր գրադարանում և կարդում Մաքիավելիի Իշխանը։ Նա գրում էր տետրում. «Իշխանությունը պահպանվում է ոչ թե սիրով, այլ վախով։ Սերը անկայուն է, վախը հավերժ»։ Այս նախադասությունները, գրված 12 տարեկան տղայի ձեռքով, կանխորոշեցին այն ամենը, ինչ տեղի ունեցավ 40 տարի անց։ 1969 Վանոն ընդունվեց Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ, լավագույն միավորներով։ Նրա դասախոսները հիշում են նրան որպես փայլուն, բայց անհանգիստ ուսանող։ Նա կարող էր ժամերով վիճել Հեգելի դիալեկտիկայի մասին, բայց միևնույն ժամանակ ցուցաբերում էր տարօրինակ հետաքրքրություն իշխանության մեխանիզմների նկատմամբ։ Նրա դիպլոմային աշխատանքը նվիրված էր պետության բռնության տեսություններին, Վեբերից մինչև Ֆուկո։ Պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, ով ղեկավարում էր նրա թեզը, հետագայում հիշում էր. Վանոն հետաքրքրված էր ոչ թե բռնության դատապարտմամբ, այլ դրա արդյունավետությամբ։ Նա ուսումնասիրում էր, թե ինչպես են ռեժիմները պահպանում իշխանությունը նվազագույն ռեսուրսներով, առավելագույն վախով։ 1974-ին Վանոն ավարտեց համալսարանը և ստացավ հնարավորություն շարունակել ուսումը Մոսկվայում, ԽՍՀՄ Գա փիլիսոփայության ինստիտուտում։ Այնտեղ նա պաշտպանեց թեկնածուական ատենախոսություն, նվիրված քաղաքական իշխանության լեգիտիմացիայի մեխանիզմներին ավտորիտար ռեժիմներում։ Մոսկովյան տարիներին Վանոն ստեղծեց կապեր ԽՍՀՄ անվտանգության ծառայությունների հետ, կապեր, որոնք հետագայում դարձան նրա իշխանության հիմքը Հայաստանում։ Բայց ինչպես փիլիսոփան դարձավ ոստիկանության նախարար։ 1991-ի սեպտեմբերին, երբ Հայաստանը հռչակեց անկախությունը, երկիրը ընկավ քաոսի մեջ։ Հին խորհրդային կառույցները փլուզվում էին, նոր պետականությունը դեռ չէր ձևավորվել, իսկ Ղարաբաղյան պատերազմը սկսվում էր իր ամենաարյունոտ փուլը։ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի առաջին նախագահը, հասկացավ, որ իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ է ոչ թե բանակ, այլ հատուկ ծառայություններ, որոնք կվերահսկեն ներքին թշնամիներին։
Նրան պետք էր մարդ, ով ունի ինտելեկտ, անողոք տրամաբանություն եւ կապեր Մոսկվայի հետ։ Վանո Սիրադեղյանը համապատասխանում էր բոլոր պարամետրերին։ 1992-ի փետրվարին նա նշանակվեց Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, 41 տարեկան հասակում։ Նրա առաջին հրամանը եղավ ստեղծել հատուկ ստորաբաժանում, խումբ Ալֆա անունով, որը ենթակա էր անմիջականորեն նրան եւ ոչ ոքի այլ։ Այս խումբը բաղկացած էր 12 մարդուց, բոլորը նախկին սպեցնազ սպաներ, ովքեր անցել էին Աֆղանստանը եւ Ղարաբաղը։ Նրանք չունեին պաշտոնական կարգավիճակ, չէին հայտնվում որևէ փաստաթղթում, բայց ամբողջ Երևանը գիտեր, եթե Ալֆան քեզ փնտրում է, ավելի լավ է անհետանալ քաղաքից։ Վանոյի աշխատասենյակը գտնվում էր Հանրապետության հրապարակի վրա, 5-րդ հարկում, անկյունային սենյակում, 2 պատուհաններով, որոնցից երևում էր ամբողջ կենտրոնական հրապարակը։ Սենյակը չէր տարբերվում շքեղությամբ, պարզ գրասեղան, 2 բազկաթոռ, գրապահարան եւ այն ամենակարևոր սեյֆը, որտեղ պահվում էին փաստաթղթերը։ Բայց այն, ինչ տարբերում էր այս սենյակը մյուսներից, եղավ մթնոլորտը, ծանր, անհանգիստ, լի լարվածությամբ։ Վանոյի օգնականները հիշում են, որ նա երբեք չէր բարձրացնում ձայնը, երբեք չէր սպառնում, բայց նրա հայացքը սառը, հաշվարկված, անթարթ, ստիպում էր մարդկանց խոսել ավելին, քան նրանք ուզում էին։ Նա ծխում էր Marlboro սիգարետներ, օրական 2 տուփ, խմում սուրճ առանց շաքարի եւ աշխատում գիշերները, երբ քաղաքը քնած էր։ Հենց այդ գիշերային ժամերին էին տեղի ունենում այն հանդիպումները, որոնց մասին ոչ ոք չպետք է իմանար։ Հենց այդ ժամերին էր Վանոն վերցնում կարմիր մարկերը եւ նշում անուններ իր անձնական ցուցակում։ Բայց ով էին այդ մարդիկ, ում անունները հայտնվում էին կարմիր ցուցակում։ Ըստ նախկին ԱԱԾ սպաների, ովքեր համաձայնել են խոսել անանուն պայմանով, ցուցակը բաժանված էր 3 կատեգորիայի։ Առաջին կատեգորիան քաղաքական թշնամիներ, ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ, ովքեր քննադատում էին Տեր-Պետրոսյանի ռեժիմը։ Երկրորդ կատեգորիան կրիմինալ հեղինակություններ, մաֆիայի ղեկավարներ, ովքեր հրաժարվում էին համագործակցել ոստիկանության հետ։ Երրորդ կատեգորիան անվստահելի կադրեր, նույնիսկ ոստիկանության եւ ԱԱԾ-ի սպաներ, ում Վանոն համարում էր հավանական դավաճաններ։ Յուրաքանչյուր անուն ուսումնասիրվում էր շաբաթներ շարունակ, ում հետ է հանդիպում, ինչ է խոսում հեռախոսով, որտեղ է ապրում նրա ընտանիքը։ Երբ Վանոն համոզվում էր, որ մարդը իսկապես վտանգ է ներկայացնում ռեժիմի համար, նա կանչում էր Ալֆա խմբի հրամանատարին, մայոր Արմեն Խաչատրյանին, եւ տալիս հրաման, առանց գրավոր հետքի, առանց ականատեսների։ Խաչատրյանը, ով այսօր ապրում է Ռուսաստանում եւ հրաժարվում է տալ հարցազրույց, ըստ աղբյուրների կատարել է առնվազն 12 հատուկ առաջադրանք 1993-ից մինչև 94 տարիներին։ Պատկերացրեք սովորական երևանցու կյանքը այդ տարիներին։ Դուք արթնանում եք առավոտյան, գնում աշխատանքի, վերադառնում տուն, ընթրում ընտանիքի հետ։ Բայց ամեն օր լսում եք նոր պատմություններ, ինչպես ինչ-որ մեկը անհետացել է։ Ոչ թե մահացել, ոչ թե ձերբակալվել, պարզապես անհետացել։ Նրա տունը դատարկ է, հեռախոսը չի պատասխանում։ Հարևանները ասում են, որ գիշերը լսել են մեքենայի ձայնը, եւ դուք գիտեք, եթե հարցնեք շատ, եթե փորձեք պարզել, ապա հաջորդ անգամ կարող եք դուք լինել այդ անհետացածը։ 1993-ի ձմեռը Երևանում անհետացան 17 մարդ, ըստ ոչ պաշտոնական տվյալների։ Պաշտոնական վիճակագրությունը խոսում էր միայն 3 դեպքի մասին, անհայտ ուղղությամբ մեկնած։ Բայց ընտանիքները գիտեին ճշմարտությունը։ Դրանք գիտեին, որ իրենց հարազատները չեն վերադառնա, բայց վախենում էին բարձրաձայնել, որովհետև Վանո Սիրադեղյանի անունը նշանակում էր մի բան շատ պարզ՝ լռություն կամ մահ։ Բայց ինչպես աշխատում էր այս համակարգը տեխնիկապես։ Ըստ նախկին ոստիկանության սպա Գագիկ Մանուկյանի, ով հիմա ապրում է Լոս Անջելեսում եւ համաձայնել է տալ իր առաջին հարցազրույցը 33 տարում, գործընթացը սկսվում էր Վանոյի անձնական հրամանով։ Հրամանը երբեք չէր գրվում թղթի վրա, միայն բանավոր, միայն ականջից ականջ։ Ալֆա խումբը ստանում էր տեղեկություններ, թիրախի հասցեն, նրա ռեժիմը, ում հետ է ապրում։ Գործողությունը միշտ տեղի էր ունենում գիշերը, 2-ից 5-ի միջև, երբ փողոցները դատարկ են, երբ հարևանները քնած են։ 2 սև Նիվա մեքենաներ առանց համարանիշների կանգնում էին տան մոտ։ 4 մարդ սև կաշվե բաճկոններով մտնում էին ներս, առանց թակելու, առանց ներկայանալու։ Թիրախին տանում էին դուրս, առանց բացատրությունների, առանց ձերբակալման օրթերի։ Եվ հետո լռություն։ Ընտանիքը սպասում էր մի օր, 2, շաբաթ։ Գնում էին ոստիկանություն, բայց այնտեղ ասում էին, մենք նման մարդու մասին տեղեկություններ չունենք։ Գնում էին դատախազություն, բայց այնտեղ էլ նույն պատասխանը։ Եվ աստիճանաբար ընտանիքը հասկանում էր, իրենց հարազատը ջնջվել է ոչ միայն կյանքից, այլև պաշտոնական գրանցումներից։
Բայց ամենաանհավատալին այն էր, որ Վանո Սիրադեղյանը չէր թաքնվում։ Նա հանդես էր գալիս հեռուստատեսությամբ, տալիս հարցազրույցներ, խոսում էր իրավունքի գերակայության մասին։ 1993-ի մարտին, երբ արդեն 6 մարտ անհետացել էր Երևանից, Վանոն տվեց հարցազրույց Հայկական ժամանակ թերթին։ Լրագրողը հարցրեց. «Պարոն նախարար, ընդդիմությունը մեղադրում է ձեզ քաղաքական հալածանքներում։ Ինչպես կպատասխանեք»։ Վանոն ժպտաց այն սառը հաշվարկված ժպիտով, որը դարձել էր նրա ապրանքային նշանը, եւ ասաց. «Հայաստանը իրավական պետություն է։ Մենք չենք հալածում քաղաքական հայացքների համար, բայց եթե ինչ-որ մեկը խախտում է օրենքը, անկախ նրա դիրքից, նա կպատասխանի օրենքի առջև»։ Այս նախադասությունները հնչեցին հեռուստատեսությամբ, երբ նույն օրը, ուշ գիշերը, Ալֆա խումբը տարավ ընդդիմադիր լրագրող Արտակ Մանուկյանին, ով գրել էր հոդված Վանոյի կոռուպցիայի մասին։ Արտակ Մանուկյանը երբեք չվերադարձավ տուն։ Նրա կինը, Գայանե Մանուկյանը, որը այսօր ապրում է Ֆրանսիայում, հիշում է այդ գիշերը ժամը 3-ն էր։ Դռան զարկեցին ուժգին, պահանջկոտ։ Արտակը բացեց դուռը եւ տեսավ 4 մարդու, սև հագուստներով։ Նրանք ասացին. «Հետևեք մեզ, հարցաքննության»։ Արտակը նայեց ինձ եւ ես տեսա նրա աչքերում վախը։ Նա գիտեր, որ չի վերադառնա։ Նա գիտեր, բայց չէր կարող ոչինչ անել։ Ինչու Վանո Սիրադեղյանը, փիլիսոփա, ինտելեկտուալ, ընտրեց այս ճանապարհը։ Ինչու մարդը, ով կարդացել էր Կանտի քննադատությունը եւ Սարտրի գոյությունը եւ ոչինչը, վերածվեց այն ուժի, որը ոչնչացնում էր մարդկանց առանց դատավարության, առանց ապացույցների։ Ըստ նրա նախկին համալսարանական ընկերոջ պրոֆեսոր Վահագն Դավթյանի, պատասխանը կայանում է Վանոյի աշխարհայացքում։ Վանոն միշտ հավատում էր, որ իշխանությունը պահպանվում է ոչ թե համոզմամբ, այլ վախով։ Նա ուսումնասիրել էր բոլոր մեծ ռեժիմները, Ստալինից մինչև Պինոչետ, եւ եկել էր եզրակացության, որ արդյունավետ իշխանությունը պահանջում է անողոք ուժ։ Նա չէր համարում իրեն չար մարդ, նա համարում էր իրեն անհրաժեշտ գործիք պետության պահպանման համար։ Այս տրամաբանությունը բացատրում է, թե ինչու Վանոն կարող էր առավոտյան քննարկել Հայդեգերի փիլիսոփայությունը, իսկ երեկոյան ստորագրել մարդու մահվան հրամանը։ Նրա համար սրանք չէին հակասություններ, սրանք էին նույն մեդալի երկու երեսները։ Բայց կար արդյոք ինչ-որ մեկը, ով փորձեց կանգնեցնել Վանոյին։ Կար արդյոք ներքին ընդդիմություն նրա սեփական համակարգում։ Ըստ աղբյուրների եղել է մեկը, գեներալ-մայոր Սերգեյ Խաչատրյան, ԱԱԾ-ի փոխտնօրեն, ով 1993-ի ապրիլին փորձեց բարձրացնել անհետացածների թեման անվտանգության խորհրդի նիստում։ Խաչատրյանը, ով ծառայել էր ԿԳԲ-ում 20 տարի եւ ուներ ամբասիր հեղինակություն, պահանջեց ստեղծել հանձնաժողով, ուսումնասիրելու անհետացածների դեպքերը։ Վանոն նստած էր նիստում, լուռ, անշարժ, ծխելով իր Մարլբորոն։ Երբ Խաչատրյանը ավարտեց իր ելույթը, Վանոն դանդաղ ոտքի ելավ եւ ասաց. «Գեներալ Խաչատրյան, ձեր մտահոգությունը հասկանալի է, բայց դուք պետք է հասկանաք, որ անվտանգությունը պահանջում է որոշակի գործողություններ, որոնք չեն կարող լինել հրապարակային։ Ես խնդրում եմ ձեզ վստահել մեր աշխատանքին»։ Խաչատրյանը նայեց Վանոյի աչքերին եւ տեսավ այնտեղ ոչինչ։ Ոչ զղջում, ոչ կասկած, միայն սառը վճռականություն։ Երկու շաբաթ անց Սերգեյ Խաչատրյանը հեռացվեց պաշտոնից, առողջական պատճառներով։ Նա մեկնեց Ռուսաստան եւ երբեք չվերադարձավ Հայաստան։ Այսօր, 33 տարի անց, նա ապրում է Մոսկվայի մերձակայքում եւ հրաժարվում է տալ հարցազրույցներ։ Բայց նրա նախկին օգնականը, ով խոսեց անանուն պայմանով, ասաց. «Սերգեյ Արամայիսովիչը գիտեր, որ եթե մնար, ինքը կլիներ հաջորդ անհետացածը»։ Նա ընտրեց կյանքը լռության գնով։ Եվ այսպես Վանո Սիրադեղյանի համակարգը շարունակեց գործել, առանց խոչընդոտների, առանց վերահսկողության։ 1993-ի ամռանը անհետացածների թիվը հասավ 12-ի, 1994-ի ձմեռը 17-ի։ Յուրաքանչյուր անուն ուներ իր պատմությունը, իր ընտանիքը, իր երազանքները։ Բայց Վանոյի համար նրանք էին պարզապես անուններ կարմիր ցուցակում, խնդիրներ, որոնք պետք է լուծել։ Նա չէր տեսնում նրանց դեմքերը, չէր լսում նրանց ձայները։ Նա տեսնում էր միայն սպառնալիքը, որը նրանք ներկայացնում էին իր իշխանության համար։ Եվ այս տրամաբանությունը, այս սառը, հաշվարկված անմարդկայնությունը դարձավ Վանո Սիրադեղյանի ամենավտանգավոր զենքը։ Որովհետև երբ իշխանությունը դառնում է ավելի կարևոր, քան մարդկային կյանքը, երբ վախը դառնում է կառավարման գործիք, ապա ոչինչ չի կարող կանգնեցնել այդ մեքենան, մինչև այն ինքն իրեն ոչնչացնի։ Բայց ով էին այն մարդիկ, ովքեր իրականացնում էին Վանոյի հրամանները։ Ով էին այն ստվերային կատարողները, ովքեր գիշերները տանում էին մարդկանց եւ վերադառնում առավոտյան, կարծես ոչինչ չլիներ։ Առաջին անգամ 33 տարում
Նախկին ալֆա խմբի անդամ, ով համաձայնել է խոսել անանուն պայմանով, բացահայտում է ճշմարտությունը այն մասին, թե ինչպես էր կազմակերպված Վանո Սիրադեղյանի գիշերային էսկադրոնը։ Այս մարդը, ում մենք կանվանենք Սպա Ա, այսօր ապրում է արտերկրում, փոխել է իր անունը եւ ապրում է մշտական վախի մեջ, որ նրա անցյալը կգտնի իրեն։ Նրա ձեռքերը դողում են, երբ նա խոսում է այն գիշերների մասին, բայց նա համաձայնվել է խոսել, որովհետև ինչպես ինքն է ասում, ես ուզում եմ, որ մարդիկ իմանան ճշմարտությունը, նախքան ես մեռնեմ։ Ես ուզում եմ, որ զոհերի ընտանիքները իմանան, թե ինչ տեղի ունեցավ իրականում։ Ալֆա խումբը ստեղծվեց 1992-ի մարտին, Վանո Սիրադեղյանի անձնական հրամանով։ Պաշտոնապես այն գոյություն չուներ, ոչ բյուջե, ոչ գրասենյակ, ոչ պաշտոնական կազմ։ Բայց ոչ պաշտոնապես այն էր ամենահզոր ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության մեջ։ Խումբը բաղկացած էր 12 մարդուց, բոլորը նախկին սպեցնազ սպաներ, ովքեր ծառայել էին Աֆղանստանում կամ մասնակցել էին Ղարաբաղյան պատերազմին։ Նրանք ընտրվել էին ոչ միայն մարտական հմտությունների, այլև հոգեբանական կայունության համար։ Ըստ Սպայի, Վանոն փնտրում էր մարդկանց, ովքեր կարող էին կատարել հրամանը, առանց հարցերի, առանց զղջումների։ Նա փնտրում էր մարդկանց, ովքեր տեսել էին մահը եւ այլևս չէին վախենում դրանից։ Խմբի հրամանատարը մայոր Արմեն Խաչատրյանը 45 տարեկան, նախկին սպեցնազ սպա, ով Աֆղանստանում ծառայել էր 8 տարի եւ ստացել էր 2 կարմիր աստղ շքանշան։ Խաչատրյանը հայտնի էր որպես անողոք, բայց պրոֆեսիոնալ սպա, ով երբեք չէր թողնում հետքեր։ Նրա ենթականները նրան կոչում էին Մայեր եւ վախենում էին նրանից ավելի, քան թշնամուց։ Խմբի անդամները ապրում էին սովորական կյանքով, ընտանիքներ, աշխատանք, հարևաններ, բայց երբ գալիս էր հրամանը, դրանք վերածվում էին ուրիշ մարդկանց։ Սպա Ա հիշում է, մենք ունեինք հատուկ հեռախոսներ, միայն մեկ համարով։ Երբ այդ հեռախոսը զանգում էր, դու գիտեիր, ունես 20 րոպե հավաքվելու։ Դու չէիր հարցնում ինչու, ում, ինչի համար։ Դու պարզապես գնում էիր։ Հավաքման կետը գտնվում էր Երևանի արվարձաններից մեկում, հին ավտոտնակում, որը պաշտոնապես պատկանում էր ոստիկանությանը, բայց ոչ ոք չգիտեր դրա մասին։ Այնտեղ էին պահվում 2 սև Նիվա մեքենաները, առանց համարանիշների, հատուկ ապակիներով, որոնք չէին թույլատրում տեսնել ներսից դուրս։ Այնտեղ էին նաև զենքերը, PM ավտոմատներ, TT ատրճանակներ, հատուկ սարքավորումներ, ձեռնաշղթաներ, կապեր, նույնիսկ թմրանյութեր, եթե անհրաժեշտ լիներ հանգստացնել թիրախին։ Գործողությունը միշտ սկսվում էր նույն կերպ։ Մայեր Խաչատրյանը բացում էր ծրար, ներսում լուսանակ կար, հասցե, կարճ նկարագրություն։ Երբեք չկար բացատրություն, ինչու այս մարդը, ինչ է արել, ինչու պետք է վերցնել։ Միայն տեղեկություններ։ Ով է, որտեղ է, երբ է լավագույն ժամանակը։ Սպա Ա հիշում է մի դեպք։ Մի անգամ ծրարում լուսանկար էր մի երիտասարդ տղայի 25-26 տարեկան։ Նա ժպտում էր լուսանկարում, ուներ լավ դեմք։ Ես մտածեցի, ինչ է արել այս տղան, որ հայտնվել է այստեղ։ Բայց ես չհարցրի։ Մենք երբեք չէինք հարցնում։ Խումբը բաժանվում էր 2 թիմի, յուրաքանչյուրը 6 հոգի։ Առաջին թիմը պատասխանատու էր թիրախի վերցման համար, երկրորդ թիմը ապահովության համար, որպեսզի ոչ ոք չտեսներ, ոչ ոք չխանգարեր։ Նրանք աշխատում էին արագ, լուռ, պրոֆեսիոնալ։ Միջին գործողությունը տևում էր 15 րոպե, ժամանումից մինչև հեռանալ։ Բայց ամենադժվարը եղավ այն, ինչ տեղի էր ունենում հետո։ Թիրախին տանում էին հատուկ վայր, Երևանից դուրս, լեռներում, որտեղ գտնվում էր հին խորհրդային բունկեր։ Այնտեղ էր տեղի ունենում հարցաքննությունը։ Սպա Ան հրաժարվում է խոսել մանրամասների մասին, բայց նա ասում է. մենք չէինք տանջում մարդկանց, մենք չէինք սադիստներ, բայց մենք պետք է ստանայինք տեղեկություններ, ում հետ է աշխատում, ինչ գիտի, ում է պատմել։ Եվ երբ մենք ստանում էինք այդ տեղեկությունները, մենք զեկուցում էինք մայորին, մայորը Վանոին, եւ Վանոն որոշում էր ինչ անել հետո։ Որոշումները եղան 3 տեսակի։ Առաջին՝ ազատ արձակել։ Եթե մարդը իսկապես անմեղ էր, նրան ազատում էին, խիստ զգուշացմամբ, որ եթե խոսի, ապա ամբողջ ընտանիքը կտուժի։ Երկրորդ՝ պահել։ Մարդուն տանում էին ոստիկանություն, պաշտոնապես ձերբակալում, դատում։ Երրորդ՝ փակել գործը։ Այս վերջին արտահայտությունը նշանակում էր մի բան շատ պարզ. մարդը չէր վերադառնա։ Սպա Ան հիշում է իր առաջին փակված գործը։ Դա եղավ 1993-ի մայիսին։ Թիրախը 40-ամյա տղամարդ, նախկին ոստիկանության սպա, ով մեղադրվում էր կապեր ունենալու ընդդիմության հետ։ Մենք վերցրինք նրան գիշերը, տարանք բունկեր։ Նա խոսեց ամեն ինչ, անուններ, հասցեներ, հանդիպումներ։ Մենք զեկուցեցինք մայորին։ Մայորը զանգեց Վանոին։
5 րոպե անց մայորը վերադարձավ եւ ասաց. «Փակել գործը»։ Ես նայեցի այդ մարդուն։ Նա նստած էր աթոռին, ձեռքերը կապված, աչքերը փակված։ Նա գիտեր, թե ինչ է սպասվում։ Նա չէր լաց լինում, չէր աղաչում։ Նա միայն ասաց. «Խնդրում եմ, ասեք իմ կնոջը, որ ես սիրում էի նրան»։ Եվ հետո ես արեցի այն, ինչ ինձ հրամայվեց։ Սպաան դադարում է խոսել, նրա աչքերը լցվում են արցունքներով։ Ես տեսնում եմ նրա դեմքը ամեն գիշեր։ Ես լսում եմ նրա վերջին խոսքերը։ Ես գիտեմ, որ ես սպանեցի անմեղ մարդու, բայց այն ժամանակ ես չէի մտածում, ես պարզապես կատարում էի հրամանը։ Բայց ինչպես Վանո Սիրադեղյանը կարողանում էր վերահսկել այս ամբողջ համակարգը։ Ինչպես նա համոզված էր, որ նրա հրամանները կատարվում են ճիշտ, որ ոչ ոք չի խոսում, որ ոչ մի հետք չի մնում։ Պատասխանը կայանում է նրա անձնական վերահսկողության մեթոդներում։ Ըստ նախկին ԱԱԾ սպա Վահագն Սարգսյանի, ով այսօր ապրում է Գերմանիայում, Վանոն ուներ իր սեփական հետախուզական ցանցը, անկախ ԱԱԾ-ից, անկախ ոստիկանությունից։ Նա ուներ մարդիկ ամենուր, ռեստորաններում, հյուրանոցներում, նույնիսկ եկեղեցիներում։ Այս մարդիկ զեկուցում էին անմիջականորեն նրան, ով ում հետ է հանդիպում, ով ինչ է խոսում, ով ում է վստահում։ Վանոն նաև ուներ հատուկ տեխնիկական միջոցներ, հեռախոսների գաղտնալսում, տների մեջ թաքնված միկրոֆոններ, նույնիսկ հատուկ ծրագրեր, որոնք վերլուծում էին մարդկանց վարքագիծը։ Նա գիտեր ամեն ինչ բոլորի մասին, նույնիսկ իր սեփական մարդկանց մասին։ Եվ այս ամբողջական վերահսկողությունը դարձավ նրա ամենամեծ ուժը եւ միաժամանակ նրա ամենամեծ թուլությունը։ Որովհետև երբ դու վստահում ես միայն վախին, երբ դու կառուցում ես համակարգ, որը հիմնված է լռության եւ սպառնալիքների վրա, ապա դու ստեղծում ես ժամացույց ռումբ։ Յուրաքանչյուր մարդ, ում դու ստիպում ես լռել, դառնում է պոտենցիալ վտանգ։ Յուրաքանչյուր գաղտնիք, որը դու պահում ես, դառնում է քո թուլությունը։ Եվ Վանո Սիրադեղյանը, ով համարում էր իրեն անհաղթ, ով կառուցել էր իշխանության կատարյալ մեքենա, չէր հասկանում, որ այդ մեքենան արդեն սկսել էր փլուզվել ներսից։ 1994-ի աշնանը, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց կորցնել իր ազդեցությունը, երբ ընդդիմությունը սկսեց ուժեղանալ, երբ նույնիսկ բանակի գեներալները սկսեցին կասկածել նրա մեթոդներում, Վանոն հասկացավ, որ նրա ժամանակը սպառվում է։ Բայց նա դեռ չգիտեր, որ նրա սեփական մարդիկ, նրանք, ում նա վստահում էր ամենաշատը, արդեն սկսել էին խոսել։ Նրանք խոսում էին ոչ թե ընդդիմության հետ, այլ միմյանց հետ։ Ինչ կլինի, եթե Վանոն ընկնի։ Ինչ կլինի իրենց հետ։ Ով կպաշտպանի նրանց։ Եվ այսպես 1994-ի սեպտեմբերին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը պահանջեց Վանո Սիրադեղյանի հրաժարականը, երբ ամբողջ Հայաստանը սպասում էր, ինչ կլինի այն մարդու հետ, ով վերահսկում էր ամեն ինչ, Վանոն հասկացավ, որ նա մնացել է միայնակ։ Նրա համակարգը, որը թվում էր անհաղթ, փլուզվեց մի քանի օրում։ Նրա մարդիկը, ովքեր երդվել էին հավատարմություն, անհետացան։ Նրա գաղտնիքները, որոնք պահպանվել էին տասնամյակներ, սկսեցին արտահոսք գտնել։ Եվ Վանոն, ով միշտ վերահսկել էր ամեն ինչ, հանկարծ գտավ իրեն անվերահսկելի իրավիճակում։ Բայց դա դեռ չէր վերջը։ Դա էր միայն սկիզբը այն պատմության, որը կփոխեր Հայաստանի պատմությունը հավերժ։ Եվ այսօր, 33 տարի անց, մենք առաջին անգամ պատմում ենք ամբողջ ճշմարտությունը այն մասին, թե ինչ իրականում տեղի ունեցավ Վանո Սիրադեղյանի գիշերային էսկադրոնի հետ։ Ո՞վ էին այդ մարդիկը։ Ինչպես նրանք ապրում են այսօր։ Եվ ամենակարևորը, արդյոք նրանք երբևէ կպատասխանեն իրենց արարքների համար։ Բայց եկեք վերադառնանք 1993-ի ամռանը, այն ժամանակաշրջան, երբ Վանո Սիրադեղյանի իշխանությունը հասել էր իր գագաթնակետին։ Երևանը ապրում էր տարօրինակ կրկնակի կյանքով։ Ցերեկը քաղաքը թվում էր նորմալ։ Մարդիկ գնում էին աշխատանքի, երեխաները խաղում էին բակերում, խանութներում ծախվում էր հաց եւ կաթ։ Բայց երբ արևը մայր էր մտնում, երբ փողոցները դատարկվում էին, երբ միայն փողոցային լույսերը լուսավորում էին մութ հանկյունները, քաղաքը վերածվում էր ուրիշ տեղի։ Գիշերային Երևանը պատկանում էր Վանո Սիրադեղյանին եւ նրա մարդկանց։ Այն ժամանակ բոլորը գիտեին մի անգրավոր օրենք. եթե տեսնես սև Նիվա առանց համարանիշների, դարձիր գլուխդ եւ շարունակիր քայլել։ Եթե լսես աղմուկ հարևանի տանից, փակիր պատուհանները եւ բարձրացրու հեռուստացույցի ձայնը։ Եթե հարցնեն քեզ, տեսել ես ինչ-որ բան, ասա ոչինչ չես տեսել, ոչինչ չես լսել։ Սա էր գոյատևման օրենք այդ տարիներին։ Բայց կային մարդիկ, ովքեր չէին կարող լռել։ Կային մարդիկ, ովքեր հավատում էին, որ ճշմարտությունը պետք է ասվի անկախ հետևանքներից։ Նրանցից մեկն էր Արա Սահակյանը, 37 տարեկան լրագրող, ով աշխատում էր Ազատություն ռադիոկայանում։ Արան հայտնի էր որպես անկախ, անկեղծ լրագրող, ով չէր վախենում քննադատել իշխանությունները։
1993-ի հունիսին նա հրապարակեց հոդված, նվիրված անհետացածների թեմային։ Հոդվածում նա թվարկեց 10 անուն, մարդիկ, ովքեր անհետացել էին վերջին 6 ամսում, եւ բարձրաձայնեց հարց. որտեղ են այս մարդիկը, ինչու ոստիկանությունը լռում է, ինչու ոչ ոք չի պատասխանատու։ Հոդվածը հրապարակվեց հունիսի 12-ին։ Հունիսի 15-ին ուշ գիշերը Արա Սահակյանը անհետացավ իր տնից։ Նրա տնից։ Նրա կինը Նունե Սահակյանը հիշում է այդ գիշերը յուրաքանչյուր մանրամասնությամբ։ Ժամը մոտ 3-ն էր։ Արան աշխատասեղանի մոտ էր, գրում էր նոր հոդված։ Ես քնած էի ննջասենյակում։ Հանկարծ լսեցի դռան զարկը, ուժեղ պահանջկոտ։ Արան ելավ բացելու։ Ես լսեցի ձայներ, տղամարդկանց ձայներ, կոպիտ, հրամայական։ Ես վազեցի դուրս եւ տեսա 4 մարդու, սև կաշվե բաճկոններով։ Նրանք ասացին. Արա Սահակյանը պետք է գա մեզ հետ հարցաքննության։ Արան հարցրեց. Ինչ հարցաքննության։ Ես ոչինչ չեմ արել։ Նրանք չպատասխանեցին։ Նրանք պարզապես բռնեցին նրա ձեռքերը եւ տարան դեպի դուրս։ Ես աղաչեցի. խնդրում եմ, ասեք ինձ, որտեղ եք տանում նրան։ Նրանցից մեկը դարձավ եւ ասաց. եթե ուզում ես տեսնել նրան կենդանի, լռիր եւ մի հարցրու։ Եվ նրանք գնացին։ Ես վազեցի պատուհանի մոտ եւ տեսա 2 սև Նիվա առանց համարանիշների։ Նրանք նստեցրին Արային մեկ մեքենայի մեջ եւ հեռացան։ Դա վերջին անգամն էր, երբ ես տեսա իմ ամուսնուն։ Նունե Սահակյանը փորձեց ամեն ինչ։ Նա գնաց ոստիկանություն, բայց այնտեղ ասացին. մենք նման մարդու մասին տեղեկություններ չունենք։ Նա գնաց դատախազություն, բայց այնտեղ էլ նույն պատասխանը։ Նա նույնիսկ փորձեց հասնել Վանո Սիրադեղյանին, բայց նրա օգնականները ասացին. նախարարը զբաղված է, նա չի կարող ընդունել ձեզ։ 2 շաբաթ անց Նունեն ստացավ անանուն հեռախոս։ Տղամարդու ձայնը, խռպոտ, անհանգիստ ասաց. դադարեք փնտրել ձեր ամուսնուն, նա չի վերադառնա։ Եթե շարունակեք, դուք կլինեք հաջորդը։ Եվ հեռախոսը անջատվեց։ Նունե Սահակյանը հասկացավ, որ նա կորցրել է իր ամուսնուն հավերժ։ Նա հավաքեց իր 2 երեխաներին եւ մեկնեց Հայաստանից։ Այսօր նա ապրում է Կանադայում եւ դեռևս սպասում է պատասխանների։ Ես ուզում եմ իմանալ, ինչ եղավ իմ ամուսնու հետ։ Ես ուզում եմ իմանալ, ով տվեց հրամանը նրան վերցնելու։ Ես ուզում եմ արդարություն, ոչ թե վրեժ, այլ արդարություն։ Բայց Արա Սահակյանը միակը չէր։ Նույն ամռանը անհետացան եւս 6 մարդ, 2 լրագրող, 1 ընդդիմադիր գործիչ, 2 բիզնեսմեն եւ 1 նախկին ոստիկանության սպա։ Յուրաքանչյուրն ուներ իր պատմությունը, բայց բոլորն ունեին մեկ ընդհանուր բան։ Նրանք բոլորը համարվում էին սպառնալիք Վանո Սիրադեղյանի համակարգի համար։ Եվ բոլորը անհետացան նույն կերպ, գիշերը, առանց հետքի, առանց բացատրության։ Նրանց ընտանիքները փորձեցին պայքարել, բայց նրանք արագ հասկացան, որ պայքարը անօգուտ է։ Համակարգը շատ ուժեղ էր, շատ լավ կազմակերպված, շատ անողոք։ Եվ աստիճանաբար ընտանիքները սովորեցին ապրել իրենց կորուստների հետ, առանց պատասխանների, առանց արդարության, առանց փակման։ Բայց ինչպես Վանո Սիրադեղյանը արդարացնում էր իր գործողությունները։ Ինչպես նա քնում էր գիշերները, գիտենալով, որ նրա հրամաններով մարդիկ անհետանում են։ Ըստ նրա նախկին օգնական Գևորգ Պետրոսյանի, ով այսօր ապրում է Ռուսաստանում, Վանոն երբեք չէր տեսնում իրեն որպես չար մարդ։ Նա տեսնում էր իրեն որպես պետության պաշտպան։ Նա հավատում էր, որ Հայաստանը գտնվում է գոյության պայքարում, Ղարաբաղյան պատերազմը, տնտեսական ճգնաժամը, ներքին անկայունությունը։ Եվ այս պայքարում, ըստ նրա, չկար տեղ թուլության համար։ Նա ասում էր. եթե մենք թույլ տանք ընդդիմությանը ուժեղանալ, եթե մենք թույլ տանք քաոսը տարածվել, ապա մենք կորցնենք ամեն ինչ՝ պետությունը, անկախությունը, ապագացիությունը, ապագան։ Նա իսկապես հավատում էր դրան։ Նա իսկապես համարում էր, որ իր գործողությունները անհրաժեշտ են։ Այս տրամաբանությունը բացատրում է, թե ինչու Վանոն կարողացավ շարունակել իր քաղաքականությունը 2 տարի շարունակ, առանց զղջումների, առանց կասկածների։ Նա ստեղծել էր իր սեփական իրականությունը, որտեղ նա էր հերոսը, պաշտպանողը, փրկիչը։ Եվ այս իրականության մեջ նրա զոհերը չէին մարդիկ, նրանք էին սպառնալիքներ, խնդիրներ, որոնք պետք է վերացնել։ Այս ապան մարդկայնացումը, այս հոգեբանական պաշտպանական մեխանիզմը թույլ տվեց Վանոյին շարունակել իր գործը, առանց կոտրվելու, առանց խղճի խայթի։ Բայց այս մեխանիզմը ուներ իր գինը։ Ըստ նրա մոտիկ ընկերների, Վանոն սկսեց փոխվել։ Նա դարձավ ավելի փակ, ավելի կասկածամիտ, ավելի մեկուսացած։ Նա վստահում էր ավելի քիչ մարդկանց, վախենում էր ավելի շատ սպառնալիքներից, տեսնում էր թշնամիներ ամենուրեք։ 1993-ի աշունը Վանոն սկսեց տեսնել տարօրինակ երազներ։ Նա պատմում էր իր կնոջը, Սիլվա Սիրադեղյանին, որ երազում է մարդկանց,
Դեմքեր, որոնք նա չի ճանաչում, բայց որոնք նայում են նրան մեղադրող հայացքով։ Նա սկսեց ավելի շատ ծխել, ավելի քիչ քնել, ավելի հաճախ բարկանալ։ Նրա օգնականները նկատեցին, որ նա դարձել է ավելի անհանգիստ, ավելի նյարդային, ավելի անկանխատեսելի։ Բայց նա չդադարեց։ Նա շարունակեց իր աշխատանքը, ավելի ինտենսիվ, ավելի անողոք, ավելի համակարգված։ Կարծես նա փորձում էր ապացուցել ինչ-որ բան՝ իրեն, իր թշնամիներին, պատմությանը։ Կարծես նա փորձում էր հաստատել, որ նա ճիշտ է, որ նրա մեթոդները արդյունավետ են, որ նա անհրաժեշտ է։ Բայց իրականությունը այլ էր։ Իրականությունը այն էր, որ Վանո Սիրադեղյանի համակարգը արդեն սկսել էր փլուզվել։ Ոչ թե արտաքին ճնշումից, այլ ներքին հակասություններից։ Նրա սեփական մարդիկը սկսեցին կասկածել նրա մեթոդներում։ Նրանք տեսնում էին, թե ինչ է տեղի ունենում, եւ նրանք սկսեցին հարցնել իրենց. արդյոք սա ճիշտ է, արդյոք սա անհրաժեշտ է, արդյոք սա արդարացված է։ Եվ երբ մարդիկ սկսում են հարցնել այս հարցերը, երբ նրանք սկսում են կասկածել, ապա համակարգը սկսում է փլուզվել։ Որովհետև վախի վրա հիմնված համակարգը կարող է գոյատևել միայն այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը հավատում են դրա անխուսափելիությանը։ Բայց երբ մարդիկ սկսում են տեսնել ճաքեր, երբ նրանք սկսում են հասկանալ, որ համակարգը ոչ թե անհաղթ է, այլ խոցելի, ապա վախը փոխարինվում է հույսով։ Եվ հույսը ավելի ուժեղ է, քան վախը։ 1994-ի գարնանը այս հույսը սկսեց տարածվել Երևանում։ Մարդիկ սկսեցին խոսել ցածր ձայնով, զգուշորեն, բայց խոսել։ Նրանք սկսեցին փոխանակել տեղեկություններ, ով է անհետացել, երբ, ինչու։ Նրանք սկսեցին կազմել ցուցակներ, հավաքել ապացույցներ, պատրաստվել այն օրվա համար, երբ նրանք կկարողանան բարձրաձայնել։ Եվ այդ օրը մոտենում էր։ Որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը թուլանում էր, ընդդիմությունը ուժեղանում էր, իսկ Վանո Սիրադեղյանը, ով մի ժամանակ թվում էր անհաղթ, հանկարծ գտավ իրեն մեկուսացված, շրջապատված թշնամիներով առանց դաշնակիցների։ Եվ նա գիտեր, որ նրա ժամանակը սպառվում է։ Բայց նա դեռ չգիտեր, թե որքան արագ կգա վերջը։ Նա դեռ չգիտեր, որ նրա սեփական մարդիկը, նրանք ում նա վստահում էր ամենաշատը, արդեն պատրաստվում էին նրան լքել։ Եվ երբ դա տեղի ունեցավ, երբ Վանոն գտավ իրեն միայնակ, առանց իշխանության, առանց պաշտպանության, նա հասկացավ, որ նա ստեղծել էր իր սեփական ընկնելքը։ Բայց դա արդեն ուշ էր, շատ ուշ։ Արդյոք Վանո Սիրադեղյանը երբևէ զղջացել է իր արարքների համար։ Արդյոք նա երբևէ մտածել է այն մարդկանց մասին, ում կյանքերը նա ոչնչացրեց։ Արդյոք նա երբևէ տեսել է իրենց դեմքերը իր երազներում, լսել է իրենց ձայները իր գլխում։ Մենք երբեք չենք իմանա ճշգրիտ պատասխանը, որովհետև Վանո Սիրադեղյանը երբեք չի խոսել այս թեմայի մասին հրապարակայնորեն։ Բայց նրա մոտիկ մարդիկը, ովքեր տեսել են նրան նրա վերջին տարիներին, ասում են, որ նա փոխվել էր։ Նա դարձել էր ավելի լուռ, ավելի մտածկոտ, ավելի հեռավոր։ Կարծես նա տանում էր ինչ-որ ծանր բեռ, որը ոչ ոք չէր տեսնում, բայց որը ճնշում էր նրան ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե։ Եվ գուցե, միայն գուցե, այդ բեռը եղել է նրա խղճի ծանրությունը։ 35 տարի անց, երբ ԱԱԾ-ի նախկին վերլուծաբան Արման Գրիգորյանը համաձայնեց առաջին անգամ բացել իր անձնական արխիվը, նա դողացող ձեռքերով հանեց փոշոտ թղթապանակը, դեղին, ժամանակից բծավորված, լի ծալքերով։ Ներսում 17 լուսանկար, որոնք երբեք չպետք է լույս տեսնեին։ Յուրաքանչյուր լուսանկարի հետևում ամսաթիվ, վայր, կարճ նշում։ Սրանք են այն մարդիկը, ում մասին ոչ ոք չխոսեց, ասում է Արմանը։ Նրա ձայնը կոտրվում է։ Սրանք են այն դեմքերը, որոնք ես տեսնում եմ ամեն գիշեր։ Ես աշխատում էի վերլուծաբան, ուսումնասիրում էի փաստաթղթերը, կազմում զեկույցները, բայց ես գիտեի, թե ինչ է տեղի ունենում այդ զեկույցներից հետո։ Ես գիտեի, եւ ես լռեցի։ Այդ լռությունը սպանեց ինձ ներսից, ավելի դանդաղ, բայց ավելի ցավոտ, քան ցանկացած գնդակ։ Նա ցույց է տալիս մի լուսանկար։ Երիտասարդ կին, 28 տարեկան բժշկուհի, ով աշխատում էր Երևանի կենտրոնական հիվանդանոցում։ Նրա անունը Լուսինե Ավագյան։ Նրա մեղքը նա բուժել էր վիրավոր ընդդիմադիր ցուցարարի առանց զեկուցելու ոստիկանությանը։ Նա անհետացավ 1993-ի օգոստոսի 12-ին։ Նրա մարմինը երբեք չգտնվեց։ Ինչու այս կինը, ով երդվել էր փրկել կյանքեր, պետք է վճարեր իր կյանքով, պարզապես իր բժշկական պարտքը կատարելու համար։ Ինչու համակարգը, որը պետք է պաշտպաներ քաղաքացիներին, վերածվեց այն ուժի, որը ոչնչացնում էր նրանց։ Եվ ամենակարևորը, քանի մարդ գիտեր ճշմարտությունը եւ ընտրեց լռել, ինչպես Արմանը, ինչպես հարյուրավոր ուրիշներ, ովքեր ապրում էին այդ գաղտնիքի հետ 35 տարի։ Վանո Սիրադեղյանի իշխանության գաղտնիքը չէր միայն բռնությունը, դա էր համակարգը, կատարյալ, անտեսանելի,
ինքնավերարտադրվող մեխանիզմ, որը աշխատում էր 24 ժամ 7 օր շաբաթը։ Պատկերացրեք քաղաք, որտեղ ամեն 10-րդ մարդը զեկուցում է ԱԱՑ-ին։ Ոչ թե պրոֆեսիոնալ լրտեսներ, սովորական մարդիկ, ձեր հարևանը, ձեր գործընկերը, նույնիսկ ձեր ընկերը։ Նրանք չէին անում դա գումարի համար։ Վճարումները խորհրդային ժամանակների նման խնդիր էին, երբեմն 100 դրամ, երբեմն պարզապես խոստում, որ նրանց ընտանիքները կլինեն պաշտպանված։ Նրանք անում էին դա վախից, որովհետև եթե հրաժարվեիր համագործակցել, դու ինքդ դառնում էիր կասկածելի։ Ըստ նախկին ԱԱՑ սպա Վահե Մկրտչյանի, ով այսօր ապրում է Ավստրալիայում, մենք ունեինք ավելի քան 2000 ակտիվ տեղեկատու Երևանում։ 2000 մարդ, ովքեր զեկուցում էին ամեն շաբաթ, ով ում հետ է հանդիպել, ով ինչ է ասել, ով որտեղ է գնացել։ Այս տեղեկությունները մուտքագրվում էին համակարգ, վերլուծվում, խաչաձև ստուգվում։ Եթե 3 տարբեր աղբյուր զեկուցում էին նույն մարդու մասին, նա ընկնում էր կարմիր գոտի, բարձր ռիսկի կատեգորիա։ Եվ հետո Վանոն ստանում էր զեկույց, մեկ էջ, բոլոր փաստերը, բոլոր կապերը։ Նա կարդում էր 5 րոպե եւ որոշում՝ կանաչ, դեղին կամ կարմիր։ Կանաչը նշանակում էր շարունակել հսկողությունը, դեղինը բերել զրույցի, կարմիրը դուք գիտեք թե ինչ։ Բայց ամենաանհավատալին այն էր, թե ինչպես էր Վանոն ապրում իր կրկնակի կյանքը։ Ցերեկը նա էր ինտելեկտուալ նախարարը, կոստյում, փողկապ, փայլեցված կոշիկներ, ով ընդունում էր արտասահմանյան դիվանագետներին եւ քննարկում էր իրավական բարեփոխումները։ Նրա աշխատասեղանին միշտ կային 2 գրքեր՝ Կամյուի «Օտարը» եւ Մաքիավելիի «Իշխանը»։ Նա մեջբերում էր Սարտրին եւ Հայդեգերին, խոսում էր էգզիստենցիալիզմի եւ ազատության փիլիսոփայության մասին։ Բայց երեկոյան, երբ արևը մայր էր մտնում, երբ քաղաքը ընկնում էր մթության մեջ, Վանոն վերածվում էր ուրիշ մարդու։ Նա հանում էր կոստյումը, հագնում սև ջինսեր եւ սև վերնաշապիկ, վերցնում իր անձնական Մակարովը եւ իջնում ստորգետնյա ավտոկայանատեղի, որտեղ սպասում էր նրա անձնական Վոլգան, մգեցված ապակիներով։ Նա վարում էր ինքը, առանց վարորդի, առանց պահակների։ Նա գնում էր այն վայրերը, որտեղ պաշտոնական նախարարը երբեք չպետք է լիներ։ Ստորգետնյա բանտեր, հարցաքննության գաղտնի սենյակներ, վայրեր, որտեղ կարմիր կատեգորիայի մարդիկ սպասում էին իրենց ճակատագրին։ Նախկին պահակ Գևորգ Սարգսյանը, ով պահպանում էր մի այդպիսի գաղտնի օբյեկտ Երևանի արվարձաններում, հիշում է Վանոյի այցերը։ Նա գալիս էր գիշերները, ժամը 1-ից 3-ի միջև, միշտ միայնակ։ Նա մտնում էր հարցաքննության սենյակ եւ մնում այնտեղ 30 րոպե, ժամ, երբեմն 2 ժամ։ Մենք լսում էինք ձայներ, ոչ բարձր, ոչ ցածր, պարզապես զրույց։ Վանոն երբեք չէր բարձրացնում ձայնը, երբեք չէր սպառնում։ Նա պարզապես խոսում էր, բայց այդ խոսակցություններից հետո մարդիկ դուրս էին գալիս կոտրված։ Ոչ ֆիզիկապես, հոգեպես։ Նրանք կորցրել էին ամեն հույս, ամեն դիմադրություն։ Վանոն գիտեր, թե ինչպես մտնել մարդու գլխի մեջ, ինչպես գտնել նրա ամենամեծ վախը եւ օգտագործել այն։ Դա էր նրա իսկական զենքը, ոչ թե ֆիզիկական բռնությունը, այլ հոգեբանական ճնշումը։ Գևորգը հիշում է մի դեպք, որը փոխեց նրա կյանքը։ 1993-ի սեպտեմբերին Վանոն եկավ հարցաքննելու մի երիտասարդ տղայի, 23 տարեկան, ուսանող, ով մեղադրվում էր ընդդիմադիր թերթիկներ տարածելու մեջ։ Տղան վախենում էր, բայց փորձում էր պահպանել արժանապատվությունը։ Վանոն նստեց նրա դիմաց եւ սկսեց խոսել ոչ թե քաղաքականության, այլ տղայի ընտանիքի մասին։ Նա գիտեր ամեն ինչ՝ մոր անունը, հոր աշխատանքը, քրոջ դպրոցը։ Նա ասաց. «Դու երիտասարդ ես, դու ունես ապագա, բայց եթե դու շարունակես այս ճանապարհով, դու կոչինչացնես ոչ միայն քո կյանքը, այլև քո ընտանիքի կյանքը, քո մայրիկի կյանքը, քո մայրը կորցնի աշխատանքը, քո հայրը կդադարի ստանալ թոշակը, քո քույրը չի կարողանա մտնել համալսարան։ Դու ուզում ես սա»։ Տղան լացեց։ Նա խոստացավ ամեն ինչ դադարեցնել, համագործակցել, անուններ տալ։ Վանոն ազատեց նրան, բայց 2 շաբաթ անց տղան ինքնասպան եղավ։ Նա չկարողացավ ապրել այն ամոթի հետ, որ նա դավաճանել էր իր ընկերներին։ Այս պատմությունը բացահայտում է Վանո Սիրադեղյանի մեթոդի ամենամութ կողմը։ Նա չէր սպանում մարդկանց միայն ֆիզիկապես։ Նա սպանում էր նրանց հոգեպես, ստիպելով նրանց դավաճանել իրենց սկզբունքներին, իրենց ընկերներին, իրենց ինքնությանը։ Եվ երբ նրանք դավաճանում էին, երբ նրանք կոտրվում էին, նրանք դառնում էին ին ավելի վտանգավոր, քան ցանկացած ընդդիմադիր։ Նրանք դառնում էին ապրող զգուշացում։ Տեսեք, թե ինչ է տեղի գալիս, եթե դուք դիմադրեք համակարգին։ Այս հոգեբանական ահաբեկչությունը եղավ Վանոյի ամենաարդյունավետ գործիքը, որովհետև մարդիկ կարող են հաղթահարել ֆիզիկական վախը, բայց հոգեբանական ճնշումը, այն զգացումը, որ դու միայնակ ես, որ ոչ ոք չի օգնի քեզ, որ քո սեփական ընտանիքը վտանգի մեջ է,
Այդ վախը անհաղթահարելի է։ Բայց ինչպես էր Վանոն ֆինանսավորում իր գաղտնի գործողությունները։ Որտեղից էր գալիս գումարը, վճարելու տեղեկատուներին, պահպանելու գաղտնի օբյեկտները, գնելու հատուկ սարքավորումները։ Պատասխանը գտնվում է Հայաստանի տնտեսության ամենամութ անկյուններում։ Ըստ նախկին ֆինանսական հետաքննիչ Արթուր Ղազարյանի, Վանոն ստեղծել էր զուգահեռ բյուջե, գումար, որը չէր հայտնվում պաշտոնական հաշվետվություններում։ Այս գումարը գալիս էր 3 աղբյուրից։ Առաջին պաշտպանության վճարներ բիզնեսմեններից։ Եթե դու ուզում էիր բացել բիզնես Երևանում, դու պետք է վճարեիր անվտանգության ապահովման համար։ Սա չէր պաշտոնական հարկ, սա էր ոչ պաշտոնական հարկ, որը գնում էր ուղակի Վանոյի համակարգին։ Երկրորդ, բռնագրավված ակտիվներ։ Երբ ինչ-որ մեկը ձերբակալվում էր կամ անհետանում էր, նրա գույքը, տուն, մեքենա, բիզնես կոնֆիսկացվում էր։ Պաշտոնապես այն պետք է գնար պետական բյուջե, բայց իրականում մեծ մասը վերջանում էր Վանոյի մարդկանց ձեռքում։ Երրորդ, միջազգային օգնություն։ Հայաստանը ստանում էր միլիոնավոր դոլարներ արտերկրից, հումանիտար օգնություն, զարգացման ծրագրեր։ Մի մասը այդ գումարի անհետանում էր ճանապարհին, երբեք չհասնում իր նպատակակետին։ Արթուրը ցույց է տալիս փաստաթղթեր, բանկային փոխանցումներ, որոնք նա պահել է 35 տարի։ Մի փաստաթուղթ ցույց է տալիս, որ 1993-ի հոկտեմբերին Վանոյի անձնական հաշվին Շվեյցարիայի բանկում փոխանցվել է 2 միլիոն դոլար։ 2 միլիոն դոլար, կրկնում է Արթուրը։ Այն ժամանակ Հայաստանում միջին աշխատավարձը 100 դոլար էր ամսական։ 2 միլիոնը հավասար էր 20,000 մարդու տարեկան աշխատավարձին։ Եվ սա միայն մեկ փոխանցում էր։ Մենք գտանք ավելի քան 10 այդպիսի փոխանցումներ 2 տարվա ընթացքում։ Վանոն չէր պարզապես իշխանության մարդ, նա էր հարուստ մարդ, շատ հարուստ, եւ այդ հարստությունը եկել էր ուղակի Հայաստանի ժողովրդի գրպանից։ Այս բացահայտումը ավելացնում է նոր շերտ Վանոյի պատմությանը։ Նա չէր միայն բռնապետ, նա էր նաև կոռուպցիոներ, ով օգտագործում էր իր իշխանությունը անձնական հարստացման համար։ Բայց ամենաշոկային բացահայտումը եկավ 1994-ի ապրիլին, երբ նախկին ԱԱԾ բժիշկ Անահիտ Մարտիրոսյանը համաձայնեց բացել Վանոյի բժշկական գաղտնի ֆայլը։ Անահիտը, ով այսօր ապրում է Ֆրանսիայում եւ աշխատում է որպես հոգեբույժ, պահել է այս գաղտնիքը 35 տարի։ Ես էի Վանոյի անձնական բժիշկը 1992-ից մինչև 94, ասում է նա։ Ես տեսնում էի նրան ամեն շաբաթ, ստուգում էի նրա ճնշումը, սիրտը, նյարդային համակարգը, եւ ես տեսնում էի, թե ինչպես նա փոխվում էր։ 1993-ի սկզբին նա էր առողջ, էներգիկ, վստահ, բայց աստիճանաբար ես սկսեցի նկատել փոփոխություններ։ Նրա ճնշումը բարձրացավ 160-ից 190-ի։ Նրա սիրտը սկսեց անկանոն բաբախել, արիթմիա։ Նա սկսեց ունենալ անքնություն, երբեմն նա չէր քնում 3-4 գիշեր շարունակ։ Ես նշանակեցի նրան հանգստացնող դեղեր, բայց նա հրաժարվեց դրանք ընդունել։ Նա ասաց. «Ես չեմ կարող թույլ տալ, որ իմ միտքը մթագնի։ Ես պետք է լինեմ զգոն ամեն րոպե»։ Անահիտը բացում է հին տետրը, նրա բժշկական նշումները։ Մի էջում գրված է 1993, մայիս 15։ Հիվանդը ցուցաբերում է պարանոյայի նշաններ։ Նա պնդում է, որ նրան հետևում են, որ նրա սենյակում տեղադրված են գաղտնալսման սարքեր, որ նրա սեփական մարդիկը դավաճանում են նրան։ Ես առաջարկեցի հոգեբանական խորհրդատվություն, բայց նա մերժեց։ Նա ասաց. «Ես չեմ խելագար, ես գիտեմ, թե ինչ է տեղի ունենում»։ Բայց ես տեսնում էի նրա աչքերում վախը, խորը, անսահման վախ, որը ուտում էր նրան ներսից։ Անահիտը շարունակում է. 1993-ի աշնանը Վանոն սկսեց տեսնել հալյուցինացիաներ։ Նա պատմեց ինձ, որ գիշերները լսում է ձայներ, մարդկանց ձայներ, ովքեր աղաչում են օգնություն։ Նա տեսնում էր ստվերներ իր սենյակում, դեմքեր, որոնք նա ճանաչում էր, բայց չէր կարող հիշել որտեղից։ Ես հասկացա, որ սրանք էին այն մարդիկը, ում նա ուղարկել էր մահվան։ Նրա ենթագիտակցությունը փորձում էր պատմել նրան ինչ-որ բան, բայց նրա գիտակցությունը հրաժարվում էր լսել։ Այս բժշկական գրառումները բացահայտում են Վանո Սիրադեղյանի ներքին աշխարհը, աշխարհ, որը լի էր վախով, մեղքով, հոգեբանական տառապանքով։ Նա չէր սառը անզգա մոնստր, ինչպես շատերը պատկերացնում էին։ Նա էր տառապող մարդ, ով փորձում էր արդարացնել իր արարքները, բայց ներսում գիտեր, որ նա անցել էր այն գիծը, որից վերադարձ չկա։ Անահիտը հիշում է իրենց վերջին հանդիպումը 1994-ի օգոստոսին, մի շաբաթ առաջ, քան Վանոն հրաժարական տվեց։ Նա նստած էր իր աշխատասեղանի մոտ, ծխում էր, նայում պատուհանից դեպի Հանրապետության հրապարակը։ Նա ասաց. «Դոկտոր, ասացեք ինձ ճշմարտությունը, արդյոք ես խելագար եմ»։ Ես պատասխանեցի. «Ոչ, պարոն նախարար, դուք չեք խելագար»։
Բայց դուք հոգնած եք, շատ հոգնած։ Նա ժպտաց այն տխուր հոգնած ժպիտով, որը ես երբեք չէի տեսել նրա դեմքին։ Նա ասաց. «Գիտեք թե ինչ է ամենավատը։ Ոչ թե այն, որ ես արեցի այն, ինչ արեցի, այլ այն, որ եթե ես վերադառնայի ժամանակում, ես կրկին կանեի նույնը, որովհետև ես հավատում էի, որ դա անհրաժեշտ էր, եւ ես դեռ հավատում եմ դրան»։ Արդյոք Վանո Սիրադեղյանը իսկապես հավատում էր, որ իր գործողությունները արդարացված էին։ Արդյոք նա իսկապես համարում էր իրեն հերոս, ով փրկում էր Հայաստանը քաոսից։ Թե սա էր պարզապես հոգեբանական պաշտպանական մեխանիզմ, միջոց, որով նա փորձում էր ապրել իր մեղքի հետ։ Մենք երբեք չենք իմանա ճշգրիտ պատասխանը, բայց այն, ինչ մենք գիտենք, այն է, որ Վանոն ապրեց իր վերջին տարիները խորը մեկուսացման մեջ, շրջապատված պահակներով, բայց միայնակ իր մտքերի հետ։ Նա կորցրել էր ամեն ինչ՝ իշխանությունը, ազդեցությունը, հարգանքը, բայց ամենակարևորը, նա կորցրել էր իր հանգստությունը։ Եվ գուցե, միայն գուցե, դա եղավ իսկական պատիժը։ Ոչ թե բանտը, ոչ թե դատարանը, այլ ապրել ամեն օր, գիտենալով, թե ինչ է սարել, եւ չկարողանալ փոխել դա։ Բայց մինչ Վանո Սիրադեղյանը տառապում էր իր ներքին դեմոններից, նրա համակարգը շարունակում էր աշխատել, անողոք, անխնա, անդադար։ Եվ այս համակարգի սիրտը եղավ մի տեղ, որի մասին շատ քչերը գիտեին, բայց բոլորը վախենում էին։ Տեղ, որը պաշտոնապես չգոյություն ուներ, բայց որտեղ որոշվում էին մարդկանց ճակատագրերը։ Տեղ, որը կոչվում էր Օբյեկտ 544։ Այս անունը, այս կոդը դարձավ սարսափի խորհրդանիշ այն մարդկանց համար, ովքեր լսել էին դրա մասին։ Բայց ով գիտեր, թե ինչ իրականում էր այդ տեղը։ Ով էր եղել այնտեղ եւ վերադարձել պատմելու իր պատմությունը։ Այսօր 35 տարի անց մենք առաջին անգամ մտնում ենք այդ տեղի պատմության մեջ, հենվելով նրանց վկայությունների վրա, ովքեր աշխատել են այնտեղ, ովքեր պահպանել են այնտեղ, ովքեր տեսել են այն, ինչ տեղի է ունեցել այդ պատերի ետևում։ Օբյեկտ 544 գտնվում էր Երևանից 20 կիլոմետր հյուսիս, Կոտայքի մարզում, Խորը անտառում, հին խորհրդային ռազմական բազայի տարածքում։ Պաշտոնապես այս բազան փակվել էր 1991-ին, երբ խորհրդային բանակը հեռացավ Հայաստանից։ Բայց իրականում բազայի մի մասը, ստորգետնյա բունկերները, շարունակեցին գործել, գաղտնի, անտեսանելի, անհասանելի։ Ըստ նախկին պահակ Արսեն Հովհաննիսյանի, օբյեկտը ուներ 3 մակարդակ։ Առաջին մակարդակը վարչական, որտեղ գտնվում էին գրասենյակները, հանգստի սենյակները, բկները, պահեստները։ Երկրորդ մակարդակը հարցաքննության, որտեղ տեղի էին ունենում զրույցները։ Երրորդ մակարդակը բանտը, որտեղ պահվում էին կարմիր կատեգորիայի մարդիկը, նրանք ում ճակատագիրը արդեն որոշված էր, բայց դեռ չէր կատարված։ Արսենը, ով այսօր ապրում է Կանադայում եւ աշխատում է որպես անվտանգության պահակ սուպերմարկետում, հիշում է իր առաջին օրը օբյեկտում։ Դա եղավ 1993-ի մարտին։ Ինձ ասացին, որ ես նշանակվել եմ հատուկ առաջադրանքի, պահպանել կարևոր օբյեկտ։ Նրանք չասացին, ինչ օբյեկտ, որտեղ, ինչու։ Նրանք պարզապես տվեցին ինձ հասցե եւ ժամ։ Ես հասա այնտեղ առավոտյան 8-ին։ Մուտքը փակված էր երկաթե դարպասով, ժանգոտ, հին, կարծես տասնամյակներ ոչ ոք չէր օգտագործել։ Բայց երբ ես մոտեցա, դարպասը բացվեց ավտոմատ։ Ներսում ինձ դիմավորեց մայոր Խաչատրյանը։ Նա ասաց. «Բարի գալուստ օբյեկտ 544։ Այստեղ դուք կտեսնեք եւ կլսեք բաներ, որոնց մասին դուք երբեք չեք խոսի։ Եթե խոսեք, դուք եւ ձեր ընտանիքը կվճարեք գինը։ Հասկացաք»։ Ես ասացի. «Այո, ընկեր մայոր»։ Եվ այդպես սկսվեց իմ 2 տարին դժոխքի 2 տարին դժոխքում։ Արսենը նկարագրում է օբյեկտի ամենօրյա ռեժիմը։ Մենք աշխատում էինք 12-ժամյա հերթափոխություններով, 6 պահակ միաժամանակ։ Մեր առաջադրանքը պարզ էր. ոչ ոք չպետք է մտներ առանց թույլտվության, ոչ ոք չպետք է դուրս գար առանց հրամանի։ Մենք չէինք հարցնում, ով են այդ մարդիկը, ինչու են նրանք այստեղ։ Մենք պարզապես կատարում էինք մեր աշխատանքը, բայց ես լսում էի ձայները։ Գիշերները, երբ ամեն ինչ լուռ էր, ես լսում էի աղաղակներ, ոչ բարձր, ոչ երկար, պարզապես կարճ, սուր աղաղակներ, որոնք կտրվում էին հանկարծ։ Ես լսում էի լացածը, տղամարդկանց լաց, կանանց լաց, երբեմն երեխաների լաց։ Այո, երեխաների։ Որովհետև երբեմն նրանք բերում էին ամբողջ ընտանիքներ, եթե հայրը կամ մայրը հրաժարվում էր համագործակցել, նրանք բերում էին նրանց երեխաներին եւ ցույց տալիս. տեսեք, թե ինչ կլինի, եթե դուք չխոսեք։ Այս վկայությունը բացահայտում է Վանո Սիրադեղյանի համակարգի ամենաանմարդկային կողմը։ Օգտագործել երեխաներին որպես լծակ, ստիպելու ծնողներին խոսել։ Սա չէր պարզապես բռնություն, սա էր տանջանք, հոգեբանական ահաբեկչություն,
որը խախտում էր բոլոր մարդկային եւ միջազգային օրենքները։ Բայց օբյեկտում օրենքներ չկային, այնտեղ կար միայն մեկ օրենք՝ Վանո Սիրադեղյանի կամքը։ Արսենը հիշում է մի դեպք, որը հետապնդում է նրան մինչ օրս։ 1993-ի հուլիսին նրանք բերեցին մի ընտանիք՝ հայր, մայր, 2 երեխա, 10 եւ 12 տարեկան։ Հայրը մեղադրվում էր կապեր ունենալու ընդդիմության հետ։ Նրանք պահեցին ընտանիքը առանձին սենյակներում։ Երեխաները լացում էին, աղաչում էին տեսնել իրենց ծնողներին։ 3 օր անց հայրը համաձայնեց խոսել։ Նա տվեց բոլոր անունները, բոլոր հասցեները, ամեն ինչ, ինչ նրանք ուզում էին։ Նրանք ազատեցին ընտանիքը։ Բայց 2 շաբաթ անց ես լսեցի, որ հայրը ինքնասպան է եղել։ Նա չկարողացավ ապրել այն մեղքի հետ, որ նա դավաճանել էր իր ընկերներին, փրկելու իր երեխաներին։ Բայց օբյեկտ 544-ը ուներ նաև մեկ այլ գործառույթ, ավելի մութ, ավելի սարսափելի։ Այն էր վերջնական կետը այն մարդկանց համար, ում ճակատագիրը որոշված էր որպես փակել գործը։ Ըստ նախկին բժիշկ Գայանե Ավետիսյանի, ով աշխատել է օբյեկտում 1993-ից մինչև 94 տարիներին, 3-րդ մակարդակում կային 10 բանկում, փոքր, խավար, խոնավ։ Այնտեղ պահվում էին մարդիկը, ում ճակատագիրը արդեն որոշված էր։ Նրանք գիտեին, որ նրանք չեն վերադառնա։ Ոմանք աղոթում էին, ոմանք լացում էին, ոմանք պարզապես նստում էին լուռ, սպասելով վերջին։ Իմ առաջադրանքը պահպանել նրանց առողջությունը մինչև վերջը։ Այո, դուք ճիշտ լսեցիք։ Ես պետք է համոզվեի, որ նրանք չեն հիվանդանում, չեն վնասում իրենց, որովհետև նրանք պետք է լինեին առողջ իրենց վերջին օրվա համար։ Գայանեն դադարում է խոսել։ Նրա աչքերը լցվում են արցունքներով։ Ես բժիշկ եմ։ Ես երդվել եմ փրկել կյանքեր, բայց այնտեղ ես աշխատում էի որպես մահվան պահակ։ Ես տեսնում էի այդ մարդկանց, ես խոսում էի նրանց հետ, ես գիտեի նրանց անունները, նրանց պատմությունները, եւ ես գիտեի, որ նրանք կմեռնեն։ Ես չէի կարող փրկել նրանց։ Ես չէի կարող անգամ փորձել, որովհետև եթե փորձեի, ես կլինեի հաջորդը։ Այդպես որ ես լռեցի։ Ես լռեցի եւ թույլ տվեցի, որ դա տեղի ունենա։ Եվ այդ լռությունը սպանեց ինձ ներսից, ավելի դանդաղ, բայց ավելի ցավոտ, քան ցանկացած հիվանդություն։ Գայանեն հիշում է մի կին, Մարինե Գրիգորյանը, 35 տարեկան ուսուցչուհի, ով մեղադրվում էր ընդդիմադիր գրականություն տարածելու մեջ։ Մարինեն բերվեց օբյեկտ 1993-ի սեպտեմբերին։ Նա էր գեղեցիկ կին, շագանակագույն մազեր, կանաչ աչքեր, քնքուշ ձայն։ Նա ուներ 2 երեխա, 7 եւ 9 տարեկան։ Երբ ես առաջին անգամ տեսա նրան, նա հարցրեց ինձ. «Դոկտոր, ասացեք ինչ ճշմարտությունը, ես կմեռնեմ այստեղ»։ Ես չէի կարող պատասխանել։ Ես պարզապես նայեցի նրան եւ լռեցի։ Եվ նա հասկացավ։ Նա ասաց. «Խնդրում եմ, երբ ամեն ինչ ավարտվի, ասացեք իմ երեխաներին, որ ես սիրում էի նրանց։ Ասացեք նրանց, որ մայրիկը չարեց ոչինչ վատ։ Մայրիկը պարզապես փորձեց պաշտպանել ճշմարտությունը»։ Մարինեն մնաց օբյեկտում 2 շաբաթ։ Ամեն օր ես այցելում էի նրան, ստուգում էի նրա առողջությունը։ Ամեն օր նա հարցնում էր ինձ. «Ե՞րբ»։ Եվ ամեն օր ես պատասխանում էի. «Ես չգիտեմ»։ Բայց մենք երկուսս էլ գիտեինք, որ այդ օրը մոտենում է։ Գայանեն չի ասում, թե ինչ եղավ Մարինե Գրիգորյանի հետ։ Նա պարզապես ասում է. «Մի օր ես եկա եւ նրա բանկամը դատարկ էր։ Ես հարցրի պահակին. որտեղ է նա»։ Նա ասաց. «Գործը փակվեց»։ Եվ դա էր ամենը։ Ոչ մի բացատրություն, ոչ մի մանրամասն, պարզապես գործը փակվեց։ Ես գնացի տուն այդ գիշերը եւ լացի, առաջին անգամ 2 տարում։ Ես լացի Մարինեի համար, նրա երեխաների համար, բոլոր այն մարդկանց համար, ում ես չկարողացա փրկել։ Եվ ես որոշեցի, որ ես չեմ կարող շարունակել։ Ես հրաժարական տվեցի հաջորդ օրը։ Նրանք փորձեցին ստիպել ինձ մնալ, սպառնացին ինձ, բայց ես հրաժարվեցի։ Ես ասացի. «Սպանեք ինձ, եթե ուզում եք, բայց ես այլևս չեմ կարող լինել այս համակարգի մասը»։ Եվ հանկարծ նրանք թողեցին ինձ գնալ։ Գուցե նրանք հասկացան, որ ես արդեն կոտրված էի, որ ես այլևս վտանգ չէի ներկայացնում։ Կամ գուցե նրանք պարզապես գտան ինձ փոխարինող մեկին։ Գայանե Ավետիսյանը մեկնեց Հայաստանից 1994-ի դեկտեմբերին։ Նա ապրեց Ռուսաստանում 10 տարի, հետո տեղափոխվեց Գերմանիա։ Այսօր նա աշխատում է որպես հոգեբույժ, օգնում PTSD-ով տառապող մարդկանց։ Ես օգնում եմ ուրիշներին բուժվել, որովհետև ես չեմ կարող բուժել ինձ, ասում է նա։ Ամեն գիշեր ես տեսնում եմ Մարինեի դեմքը, լսում եմ նրա ձայնը։ Ամեն գիշեր ես հարցնում եմ ինձ. կարող էի արդյոք ես անել ինչ-որ բան, փրկել նրան, փրկել նրանց բոլորին։ Եվ ամեն գիշեր պատասխանը նույնն է. ոչ, ես չէի կարող։
Բայց այդ պատասխանը չի հանգստացնում ինձ, այն միայն ավելի է ցավեցնում։ Արդյոք օբյեկտ 544-ը դեռ գոյություն ունի։ Արդյոք այն դեռ օգտագործվում է այսօր։ Ըստ պաշտոնական տվյալների ոչ։ Օբյեկտը փակվել է 1994-ի սեպտեմբերին, անմիջապես Վանո Սիրադեղյանի հրաժարականից հետո։ Բոլոր փաստաթղթերը ոչնչացվել են, բոլոր սարքավորումները տեղափոխվել են, բոլոր հետքերը ջնջվել են։ Բայց նախկին աշխատակիցները պնդում են, որ ինչ-որ բան մնաց։ Նրանք ասում են, որ եթե դուք գնաք այնտեղ այսօր, եթե դուք իջնեք ստորգետնյա բունկերները, դուք դեռ կտեսնեք նշանները, արյան հետքեր պատերին, ծակեր հատակում, գրություններ, վերջին հաղորդագրություններ, որոնք մարդիկը թողել են իրենց վերջին օրերին։ Նրանք ասում են, որ այդ տեղը դեռ ապրում է, դեռ շնչում է, դեռ հիշում է այն սարսափը, որը տեղի ունեցավ այնտեղ։ Բայց մենք չենք կարող ստուգել այս պնդումները։ Օբյեկտի տարածքը այսօր փակ է հանրության համար, պաշտպանված բարձր ցանկապատներով, պահակներով, մուտքը արգելված է նշաններով։ Պաշտոնական բացատրությունը այն վտանգավոր է, հին շենքերը կարող են փլուզվել, բայց շատերը կասկածում են, որ իրական պատճառը այլ է։ Նրանք կասկածում են, որ իշխանությունները չեն ուզում, որ մարդիկը տեսնեն, թե ինչ իրականում տեղի ունեցավ այնտեղ։ Նրանք չեն ուզում, որ ճշմարտությունը դուրս գա, որովհետև այդ ճշմարտությունը կփոխի ամեն ինչ, պատմությունը, հիշողությունը, այն եղանակը, որով մենք տեսնում ենք մեր անցյալը։ Եվ այսպես, օբյեկտ 544-ը մնում է գաղտնիք, թաղված խորը անտառում, թաղված խորը մեր հավաքական հիշողության մեջ։ Բայց գաղտնիքները չեն մնում թաղված հավերժ։ Ուշ թե շուտ նրանք դուրս են գալիս, փաստաթղթերի միջոցով, վկայությունների միջոցով, այն մարդկանց միջոցով, ովքեր չեն կարող այլևս լռել։ Եվ երբ այդ գաղտնիքները դուրս գան, երբ ամբողջ ճշմարտությունը բացահայտվի, ապա մենք պետք է պատրաստ լինենք դիմակայել դրան։ Մենք պետք է պատրաստ լինենք հարցնել դժվար հարցեր, ինչպես սա տեղի ունեցավ, ինչու ոչ ոք չկանգնեցրեց դա, ինչպես մենք կարող ենք համոզվել, որ դա երբեք չկրկնվի։ Սրանք են այն հարցերը, որոնք մենք պետք է տանք այսօր, վաղը, ամեն օր, մինչև մենք գտնենք պատասխանները։ Որովհետև միայն ճշմարտությունը կարող է ազատել մեզ, միայն ճշմարտությունը կարող է բուժել մեզ, միայն ճշմարտությունը կարող է համոզել մեզ, որ այն մարդիկը, ովքեր տառապեցին, ովքեր մեռան օբյեկտ 544-ում, չեն մոռացվի։ Նրանց հիշողությունը կապրի, և նրանց պատմությունը կպատմվի սերնդից սերունդ, մինչև արդարությունը վերջապես հաղթի։ Պատկերացրեք, որ դուք մեկն եք այն 12 մարդկանցից, ովքեր գիտեին ամեն ինչ Վանո Սիրադեղյանի մասին, յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր փախուստի պլան, յուրաքանչյուր թաքնուր թաքնված թունել Երևանի տակ։ Այժմ պատկերացրեք, որ դուք պետք է ընտրեք, պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 22 դեկտեմբերին 1994-ին այս մարդիկը կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչն էր ստիպել նրանց դավաճանել իրենց գերագույն ղեկավարին։ Նախկին ԱԱՑ գնդապետ Արտյոմ Սարգսյանը, ով այսօր ապրում է Մոսկվայի մերձակայքում եւ համաձայնել է խոսել առաջին անգամ 33 տարում, բացահայտում է այն, ինչ իրականում տեղի ունեցավ Վանոյի ներքին շրջապատում նրա վերջին ամիսներին։ Նրա ձեռքերը դողում են, երբ նա բացում է հին տետրը, լի անուններով, ամսաթվերով, գաղտնի հանդիպումների նշումներով։ Այս տետրը պահպանվել է 33 տարի, թաքնված, պաշտպանված, սպասելով այն օրվան, երբ ճշմարտությունը կարող է վերջապես ասվել։ Արտյոմը ցույց է տալիս մի էջ, գրված 1994-ի օգոստոսի 15-ին։ Այնտեղ գրված է. «Նա այլևս մեզ չի վստահում։ Նա տեսնում է թշնամիներ ամենուրեք։ Մենք պետք է որոշենք, մինչև չուշացել է»։ Ինչու Վանոյի ամենամոտ մարդիկը, նրանք ում նա վստահել էր իր կյանքը, հանկարծ դարձան նրա ամենամեծ սպառնալիքը։ Ինչպես փիլիսոփան, ով կարդացել էր Մաքիավելիի յուրաքանչյուր տող, չնկատեց, որ նրա սեփական իշխանը փլուզվում էր ներսից։ Վանո Սիրադեղյանի վերջին ամիսները եղան դանդաղ իջնող խավարի պես։ 1994-ի գարնանը նա դեռ թվում էր անհաղթ, նախարար, ով վերահսկում էր ամեն ինչ, ով գիտեր ամեն ինչ, ով կարող էր ամեն ինչ։ Բայց նրա մոտիկ շրջապատը սկսեց նկատել փոփոխություններ, փոքր, անտեսանելի սկզբում, բայց աստիճանաբար ավելի ակնհայտ, ավելի անհանգստացնող։ Ըստ Արտյոմ Սարգսյանի, Վանոն սկսեց փոխել իր պահակները ամեն 2 շաբաթը մեկ։ Նա ասում էր, որ դա անվտանգության միջոց է, բայց մենք հասկանում էինք իրական պատճառը։ Նա վախենում էր, որ եթե պահակները շատ երկար մնան նրա մոտ, նրանք կսկսեն իմանալ շատ բան, կդառնան վտանգավոր։ Նա սկսեց փոխել իր ճանապարհները դեպի աշխատանք, ամեն օր նոր երթուղի, երբեք նույնը 2 օր անընդմեջ։ Նա սկսեց ստուգել իր սենյակը գաղտնալսման սարքերի համար,
ամեն առավոտ, ամեն երեկո, երբեմն կեսգիշերին։ Մենք տեսնում էինք, թե ինչպես նա փոխվում էր, ավելի նեղ, ավելի կասկածամիտ, ավելի մեկուսացված։ Արտյոմը հիշում է մի հանդիպում 1994-ի հունիսի սկզբին, երբ Վանոն հավաքեց իր ներքին շրջապատը, 12 մարդ, ովքեր գիտեին նրա բոլոր գաղտնիքները։ Հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե նրա պաշտոնական աշխատասենյակում, այլ գաղտնի վայրում, հին դաչայում հանքավանի մոտ, որտեղ ոչ ոք չէր կարող լսել նրանց։ Վանոն նստեց սեղանի գլխավորությամբ, ծխում էր իր Մալբորոն, նայում էր յուրաքանչյուրի աչքերին, երկար, անթարթ, կարծես փորձելով կարդալ նրանց մտքերը։ Հետո նա ասաց. «Ես գիտեմ, որ ձեզանից մեկը դավաճան է, ես դեռ չգիտեմ ով, բայց ես կգտնեմ, եւ երբ գտնեմ, այդ մարդը կցանկանա, որ երբեք չէր ծնվել»։ Սենյակում ընկավ լռություն, ծանր, անհանգիստ, լի չհասված սպառնալիքներով։ Արտյոմը հիշում է, մենք նայում էինք միմյանց, փորձելով հասկանալ ով է դավաճանը, ով է խոսել, ով է կապ հաստատել ընդդիմության հետ։ Բայց ճշմարտությունը այն էր, որ մենք բոլորս էինք դավաճաններ, ոչ թե մեկը, բոլորս։ Որովհետև մենք բոլորս էինք հասկացել, որ Վանոյի իշխանությունը վերջանում է, որ Տեր-Պետրոսյանը կորցնում է իր ազդեցությունը, որ նոր ուժեր գալիս են։ Եվ մենք բոլորս էինք սկսել պատրաստվել այն օրվա համար, երբ Վանոն այլևս չի լինի մեր պաշտպանիչը, այլ մեր բեռը։ Բայց ամենաանհավատալին այն էր, որ Վանոն ինքը գիտեր դա։ Նա զգում է, որ նրա մարդիկը հեռանում են նրանից, որ նրանց հավատարմությունը թուլանում է, որ նրանք սկսում են մտածել իրենց ապագայի մասին առանց նրա։ Եվ այս գիտակցությունը սպանում էր նրան ավելի դանդաղ, բայց ավելի ցավոտ, քան ցանկացած ֆիզիկական հիվանդություն։ Նախկին բժիշկ Անահիտ Մարտիրոսյանը, ով արդեն խոսել էր Վանոյի առողջական խնդիրների մասին, հիշում է նրա վերջին բժշկական զննումը 1994-ի օգոստոսի 20-ին։ Վանոն նստած էր իմ առջև, եւ ես տեսնում էի, որ նա այլևս նույն մարդը չէ։ Նրա դեմքը գունատ էր, աչքերը խորացած, ձեռքերը դողում էին, երբ նա վերցնում էր սուրճի բաժակը։ Ես չափեցի նրա ճնշումը 195, 110։ Սա վտանգավոր էր։ Ես ասացի. «Պարոն նախարար, դուք պետք է հանգստանաք։ Ձեր սիրտը չի դիմանա այս լարվածությանը»։ Նա նայեց ինձ եւ ժպտաց, այն տխուր, հոգնած ժպիտով, որը դարձել էր նրա մշտական դեմքը։ Նա ասաց. «Դոկտոր, իմ սիրտը արդեն մեռած է։ Այն մեռավ 2 տարի առաջ, երբ ես սկսեցի այս աշխատանքը։ Այն, ինչ դուք լսում եք այժմ, պարզապես մեխանիկական բաբախում է, սովորություն, ոչինչ ավելին»։ Անահիտը շարունակում է. «Ես հարցրի նրան, ինչու դուք չեք դադարում, ինչու դուք չեք հեռանում, քանի դեռ կարող եք»։ Նա պատասխանեց. «Որովհետև եթե ես հեռանամ, ես կդառնամ թիրախ։ Եթե ես կորցնեմ իմ իշխանությունը, ես կդառնամ խոցելի։ Եվ ապա բոլորը, ում ես վիրավորել եմ, բոլորը, ում ընտանիքներին ես ցավ եմ պատճառել, կգան իմ հետևից։ Ես չեմ կարող դադարել։ Ես պետք է շարունակեմ մինչև վերջը, անկախ նրանից, թե որն է այդ վերջը»։ Այդ խոսքերը բացահայտում են Վանո Սիրադեղյանի ամենամեծ ողբերգությունը։ Նա դարձել էր իր սեփական համակարգի գերի։ Նա չէր կարող դադարել, որովհետև դադարելը նշանակում էր մահ։ Նա պետք է շարունակեր վազել, շարունակեր պայքարել, շարունակեր վախեցնել, որովհետև այն պահին, երբ նա կանգ առներ, նրա թշնամիները կհասնեին նրան։ Եվ այդ թշնամիները չէին միայն դրսում, նրանք էին նաև ներսում, նրա սեփական շրջապատում, նրա սեփական մարդկանց մեջ։ Արտյոմ Սարգսյանը հիշում է այն գիշերը, երբ ներքին շրջապատը կայացրեց վերջնական որոշումը։ Դա եղավ 1994-ի օգոստոսի 25-ին, գաղտնի հանդիպում, որտեղ ներկա էին 9 մարդ 12-ից։ 3 հոգի բացակայում էին, նրանք, ում դեռ համարում էին Վանոյի անվերապահ հավատարիմները։ Հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե դաչայում, այլ ավելի գաղտնի վայրում, հին եկեղեցու ստորգետնյա սենյակում գառնու մոտ, որտեղ ոչ մի գաղտնալսման սարք չէր կարող աշխատել։ Արտյոմը որպես ավագ գնդապետ վարում էր հանդիպումը։ Նա ասաց. «Մենք բոլորս գիտենք, թե ինչու ենք այստեղ։ Վանոն կորցնում է իր իշխանությունը։ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է զոհաբերել նրան, փրկելու իր սեփական դիրքը։ Եթե մենք մնանք Վանոյի կողքին, մենք կընկնենք նրա հետ միասին։ Բայց եթե մենք գործենք հիմա, եթե մենք ցույց տանք, որ մենք պատրաստ ենք համագործակցել նոր իշխանությունների հետ, ապա մենք կարող ենք փրկել մեզ եւ մեր ընտանիքները»։ Սենյակում ընկավ լռություն։ Յուրաքանչյուրը գիտեր, թե ինչ նշանակում է այս որոշումը։ Դա նշանակում էր դավաճանել մարդուն, ով տվել էր նրանց իշխանություն, ով պաշտպանել էր նրանց, ով վստահել էր նրանց իր ամենամեծ գաղտնիքները։ Բայց դա նաև նշանակում էր գոյատևել։ Վերջապես մեկը խոսեց, գնդապետ Վահագն Մկրտչյանը, ով ծառայել էր Վանոյի հետ սկզբից ի վեր։ Նա ասաց.
Ես հիշում եմ, երբ Վանոն առաջին անգամ հավաքեց մեզ 1992-ի մարտին։ Նա ասաց. «Մենք ստեղծում ենք նոր Հայաստան, ուժեղ, անվտանգ, պաշտպանված, եւ դուք կլինեք այդ Հայաստանի պահապանները»։ Մենք հավատացինք նրան։ Մենք հետևեցինք նրան։ Մենք արեցինք այն, ինչ նա հրամայեց, նույնիսկ երբ դա դժվար էր, նույնիսկ երբ դա ցավեցնում էր մեզ։ Բայց այժմ ես տեսնում եմ, որ մենք ստեղծեցինք ոչ թե նոր Հայաստան, այլ նոր դժոխք։ Եվ ես չեմ կարող շարունակել լինել այդ դժոխքի պահապանը։ Այդ խոսքերը փոխեցին ամեն ինչ։ Մեկ առ մեկ մյուսները սկսեցին խոսել, բաժանելով իրենց կասկածները, իրենց վախերը, իրենց զղջումները։ Նրանք խոսեցին այն մարդկանց մասին, ում նրանք վերցրել էին, այն ընտանիքների մասին, որոնք նրանք ոչնչացրել էին, այն գաղտնիքների մասին, որոնք նրանք պահել էին։ Եվ նրանք հասկացան, որ նրանք բոլորս էին զոհեր, ոչ թե Վանոյի, այլ համակարգի, որը Վանոն ստեղծել էր, բայց որը դարձել էր ավելի մեծ, քան նա ինքը։ Արտյոմը ասաց. «Մենք պետք է դադարեցնենք սա։ Ոչ թե Վանոյի համար, ոչ թե մեր համար, այլ այն մարդկանց համար, ովքեր դեռ կարող են փրկվել։ Մենք պետք է գնանք իշխանություններին, պետք է պատմենք ամեն ինչ, պետք է համագործակցենք հետաքննության հետ։ Այո, մենք կպատժվենք, այո, մենք կգնանք բանդ, բայց առնվազն մենք կկարողանանք քնել գիշերները, գիտենալով, որ մենք դադարեցրինք այս մեքենան, նախքան այն սպաներ ավելի շատ մարդկանց»։ Բայց ոչ բոլորը համաձայնեցին։ Երկու հոգի, գնդապետ Արմեն Խաչատրյանը եւ գնդապետ Սերգեյ Ղազարյանը, ասացին, որ նրանք չեն կարող դավաճանել Վանոյին։ Նրանք ասացին. «Մենք երդվել ենք հավատարմություն։ Մենք չենք կարող կոտրել այդ երդումը, անկախ հետևանքներից»։ Արտյոմը փորձեց համոզել նրանց, բայց նրանք հրաժարվեցին։ Նրանք հեռացան հանդիպումից եւ երբեք չվերադարձան։ Արմեն Խաչատրյանը մեկնեց Ռուսաստան 1994-ի սեպտեմբերին եւ ապրում է այնտեղ մինչ օրս, մերժելով տալ հարցազրույցներ, մերժելով խոսել իր անցյալի մասին։ Սերգեյ Ղազարյանը մնաց Հայաստանում, բայց նա անհետացավ 1995-ի հունվարին, պաշտոնապես անհայտ ուղղությամբ մեկնած։ Նրա մարմինը երբեք չգտնվեց։ Ոմանք ասում են, որ նա ինքնասպան եղավ, ոմանք, որ նա սպանվեց նրանց կողմից, ում նա ծառայել էր։ Ճշմարտությունը մնում է անհայտ։ Մնացած 7 հոգին կայացրեցին որոշում։ Նրանք պատրաստեցին փաստաթղթեր, անուններ, ամսաթվեր, վայրեր, մանրամասն նկարագրություններ այն ամենի, ինչ տեղի էր ունեցել 1992-ից մինչև 94։ Նրանք պատճենեցին գաղտնի ֆայլերը, լուսանկարեցին փաստաթղթերը, ձայնագրեցին իրենց վկայությունները։ Եվ հետո նրանք սպասեցին ճիշտ պահին։ Այդ պահը եկավ 1994-ի սեպտեմբերի 2-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը պահանջեց Վանո Սիրադեղյանի հրաժարականը։ Վանոն փորձեց դիմադրել, փորձեց պահպանել իր դիրքը, բայց նա արդեն կորցրել էր իր ամենակարևոր զենքը՝ իր մարդկանց հավատարմությունը։ Երբ նա կանչեց իր ներքին շրջապատը, երբ նա պահանջեց նրանց աջակցությունը, նրանք եկան, բայց նրանց աչքերում Վանոն տեսավ ոչ թե հավատարմություն, այլ ցավ, հոգնածություն եւ ինչ-որ բան ավելի վատ՝ ազատագրման հույս։ Արտյոմը հիշում է այդ վերջին հանդիպումը, սեպտեմբերի 3-ին, Վանոյի աշխատասենյակում։ Վանոն նստած էր իր գրասեղանի մոտ, ծխում էր, նայում էր մեզ։ Նա ասաց. «Ես գիտեմ, թե ինչ եք մտածում։ Դուք մտածում եք, որ ես ավարտված եմ, որ իմ ժամանակը անցել է, բայց դուք սխալվում եք։ Ես դեռ ունեմ ուժ, դեռ ունեմ ազդեցություն, դեռ ունեմ գաղտնիքներ, որոնք կարող են ոչնչացնել շատերին»։ Մենք լռեցինք։ Մենք չէինք ուզում վիրավորել նրան, բայց մենք նաև չէինք կարող ստել։ Վերջապես ես խոսեցի։ Ես ասացի. «Պարոն նախարար, մենք ծառայել ենք ձեզ 2 տարի։ Մենք արել ենք այն, ինչ դուք հրամայել եք, առանց հարցերի, առանց կասկածների։ Բայց այժմ ժամանակն է դադարեցնել, ժամանակն է թողնել գնալ»։ Վանոն նայեց ինձ երկար, անթարթ։ Հետո նա ժպտաց, այն սառը հաշվարկված ժպիտով, որը մենք այդքան լավ ճանաչում էինք։ Նա ասաց. «Դուք արդեն որոշել եք, այնպես չէ՞։ Դուք արդեն խոսել եք իրար հետ, արդեն պատրաստել եք ձեր պլանները։ Լավ, գնացեք։ Արեք այն, ինչ պետք է անեք, բայց հիշեք, ամեն գործողության կա հետևանք, եւ այդ հետևանքները կգան ձեզ մոտ, ուշ թե շուտ»։ Այդ սպառնալիքը չվախեցրեց նրանց։ Նրանք արդեն կայացրել էին իրենց որոշումը։ Սեպտեմբերի 5-ին 7 գնդապետները գնացին ԱԱԾ-ի նոր տնօրեն Գուրգեն Եղիազարյանի մոտ եւ հանձնեցին իրենց փաստաթղթերը։ Նրանք պատմեցին ամեն ինչ. օբյեկտ 544-ի մասին, անհետացածների մասին, գաղտնի հարցաքննությունների մասին, այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել Վանո Սիրադեղյանի հրամանով։ Եղիազարյանը լսեց նրանց լուռ, նրա դեմքը անարտահայտ, անկարդալի։
Երբ նրանք ավարտեցին, նա ասաց. «Դուք հասկանում եք, թե ինչ եք արել։ Դուք դավաճանել եք ձեր հրամանատարին, ձեր երդումը, ձեր պարտքը, բայց դուք նաև փրկել եք ձեր հոգին։ Ես չեմ կարող խոստանալ, որ դուք չեք պատժվի, բայց ես կարող եմ խոստանալ, որ ձեր վկայությունները չեն անտեսվի։ Ճշմարտությունը կբացահայտվի, եւ արդարությունը ունը ուշ թե շուտ կհաղթի»։ Բայց արդարությունը չեկավ, ոչ այն ժամանակ, ոչ հետո։ 7 գնդապետները ձերբակալվեցին, հարցաքննվեցին, բայց երբեք չդատվեցին։ Նրանց գործերը դասակարգվեցին որպես պետական գաղտնիք եւ փակվեցին 30 տարով։ Վանո Սիրադեղյանը հրաժարական տվեց, բայց նա երբեք չձերբակալվեց, երբեք չհարցաքննվեց, երբեք չպատասխանեց իր արարքների համար։ Նա ապրեց իր վերջին տարիները մեկուսացման մեջ, շրջապատված պահակներով, բայց միայնակ իր մտքերի հետ։ Եվ 30 տարի անց, երբ Արտյոմ Սարգսյանը եւ մյուս վերապրողները վերջապես համաձայնեցին խոսել, նրանք բացահայտեցին ճշմարտությունը, որը Հայաստանը չէր պատրաստ լսել։ Ճշմարտությունը այն մասին, թե ինչպես մի փիլիսոփա դարձավ բռնապետ, ինչպես մի համակարգ, որը ստեղծվել էր պաշտպանելու պետությունը, վերածվեց այն ուժի, որը սպանում էր իր սեփական քաղաքացիներին։ Եվ ամենակարևորը, ճշմարտությունը այն մասին, թե ինչպես լռությունը, վախը եւ անտարբերությունը թույլ տվեցին, որ այս ամենը տեղի ունենա։ Արդյոք Վանո Սիրադեղյանը երբևէ զղջաց իր արարքների համար։ Արդյոք նա երբևէ հասկացավ, թե ինչ էր արել։ Մենք երբեք չենք իմանա ճշգրիտ պատասխանը, բայց այն, ինչ մենք գիտենք, այն է, որ նրա վերջին խոսքերը, ըստ նրա կնոջ, եղան. «Ես արեցի այն, ինչ պետք էր անել»։ Պատմությունը կդատի, արդյոք ես ճիշտ էի, թե ոչ։ Բայց պատմությունը արդեն դատել է, եւ դատավճիռը պարզ է։ Վանո Սիրադեղյանը եղավ մարդ, ով կորցրեց իր հոգին, փորձելով փրկել իր երկիրը։ Նա եղավ մարդ, ով հավատաց, որ նպատակը արդարացնում է միջոցները, բայց ով մոռացավ, որ երբ միջոցները դառնում են անմարդկային, նպատակը կորցնում է իր իմաստը։ Բայց մինչ Վանո Սիրադեղյանի ներքին շրջապատը պատրաստվում էր նրան լրացնել, հիմա նրանք սկսում էին հետեպատը պատրաստվում էր նրան լքել։ Կար մեկ այլ գաղտնիք, որը թաքնված էր ավելի խորը, քան ցանկացած ստորգետնյա բունկեր։ Գաղտնիք, որը կարող էր փոխել ամեն ինչ, եթե այն երբևէ բացահայտվեր։ Գաղտնիք, որը պահվում էր ոչ թե երկաթե սեյֆերում, այլ մարդկանց հիշողության մեջ։ Նրանց, ովքեր տեսել էին, լսել էին, բայց երբեք չէին խոսել։ Մինչև հիմա։ Նախկին ԱԱԾ արխիվիստ Նարինե Հակոբյանը, ով աշխատել է Վանո Սիրադեղյանի անձնական արխիվում 1993-ից մինչև 94 տարիներին, համաձայնել է առաջին անգամ բացել այն, ինչ նա անվանում է Վանոյի մահվան տետրը։ Այս տետրը, որը նա պահել է 33 տարի թաքնված իր տան ստորգետնյա սենյակում, պարունակում է ցուցակ, ոչ թե 17 անուն, ինչպես պաշտոնական տվյալներում, այլ 45 անուն։ 45 մարդ, ովքեր անհետացան Վանո Սիրադեղյանի իշխանության տարիներին։ 45 պատմություն, որոնք երբեք չպատմվեցին։ 45 ընտանիք, որոնք դեռ սպասում են պատասխանների։ Նարինեն նստած է իր փոքրիկ բնակարանում Երևանի արվարձաններից մեկում, շրջապատված 5 գրքերով, դեղնած լուսանկարներով, հիշողություններով, որոնք հետապնդում են նրան ամեն գիշեր։ Նա բացում է տետրը դողացող ձեռքերով, կարծես վախենալով, որ այն կվառվի, եթե շատ երկար պահի բաց։ Առաջին էջում գրված է. «Եթե դուք կարդում եք սա, նշանակում է ես մեռել եմ կամ վերջապես գտել եմ քաջություն խոսելու համար»։ Այս անունները պետք է հիշվեն, այս մարդիկը պետք է արդարություն ստանան, եւ նրանք, ովքեր պատասխանատու են նրանց մահվան համար, պետք է պատասխանեն, այս կյանքում կամ հիս կյանքում, կամ հաջորդում։ Նարինեն սկսում է կարդալ անունները դանդաղ, զգուշորեն, կարծես յուրաքանչյուր անուն սուրբ աղոթք է։ Յուրաքանչյուր անունից հետո նա պատմում է պատմություն, ով էր այդ մարդը, ինչու անհետացավ, ինչ եղավ նրա ընտանիքի հետ։ Առաջին անունը Արա Սահակյան, 37 տարեկան լրագրող, ում պատմությունը մենք արդեն լսել ենք։ Երկրորդ անունը Մարինե Գրիգորյան, 35 տարեկան ուսուցչուհի, ում պատմությունը նույնպես արդեն հայտնի է։ Բայց երրորդ անունը Վարդան Պետրոսյան, 41 տարեկան բժիշկ, ում պատմությունը երբեք չի պատմվել։ Նարինեն հիշում է, Վարդանը աշխատում էր Երևանի կենտրոնական հիվանդանոցում որպես վիրաբույժ։ Նա էր հայտնի, հարգված, սիրված իր հիվանդների կողմից։ Բայց 1993-ի հուլիսին նա կատարեց մի բան, որը փոխեց նրա ճակատագիրը։ Նա բուժեց մի վիրավոր տղամարդու, ով բերվել էր հիվանդանոց կեսգիշերին, գնդակահարված, արյունահոսող, մահվան շեմին։ Վարդանը փրկեց նրա կյանքը, բայց հետո պարզվեց, որ այդ տղամարդը ընդդիմադիր ցուցարար էր, ով վիրավորվել էր ոստիկանության հետ բախման ժամանակ։ Վարդանը պետք է զեկուցեր ոստիկանությանը, բայց նա չալեց։ Նա ասաց. «Ես բժիշկ եմ, իմ պարտքն է փրկել կյանքեր,
անկախ նրանից, թե ով է այդ մարդը։ 2 օր անց Վարդան Պետրոսյանը անհետացավ իր տնից։ Նրա կինը Ռուզաննա Պետրոսյանը փորձեց գտնել նրան, գնաց ոստիկանություն, դատախազություն, նույնիսկ Վանո Սիրադեղյանի աշխատասենյակ։ Բայց ամենուրեք նույն պատասխանը. մենք նման մարդու մասին տեղեկություններ չունենք։ Ռուզաննան չդադարեց փնտրել։ Նա գնաց հեռուստատեսություն, ռադիո, թերթեր, պատմելով իր ամուսնու պատմությունը։ Բայց ոչ ոք չուզեց հրապարակել։ Նրանք վախենում էին։ Վերջապես 1993-ի սեպտեմբերին Ռուզաննան ստացավ փաթեթ առանց ուղարկողի հասցեի։ Ներսում Վարդանի ժամացույցը, նրա ամուսնական մատանին եւ մի նշում. դադարեք փնտրել, նա չի վերադառնա։ Եթե շարունակեք, դուք կլինեք հաջորդը։ Ռուզաննան հասկացավ հաղորդագրությունը։ Նա դադարեցրեց իր փնտրումները, հավաքեց իր 2 երեխաներին եւ մեկնեց Հայաստանից։ Այսօր նա ապրում է Գերմանիայում եւ դեռ սպասում է այն օրվան, երբ նա կիմանա, թե ինչ եղավ իր ամուսնու հետ։ Նարինեն շարունակում է կարդալ անունները, մեկը մյուսի հետևից, յուրաքանչյուրը իր պատմությամբ, յուրաքանչյուրը իր ողբերգությամբ։ Թյամբ։ Կա Գայանե Ավետիսյան, 29 տարեկան ուսանող, ով անհետացավ, որովհետև նրա եղբայրը ընդդիմադիր գործիչ էր։ Կա Արմեն Մանուկյան, 50 տարեկան բիզնեսմեն, ով անհետացավ, որովհետև հրաժարվեց վճարել պաշտպանության վճար Վանոյի մարդկանց։ Կա Լուսինե Գրիգորյան, 28 տարեկան բժշկուհի, ում պատմությունը մենք արդեն լսել ենք։ Կա Արտակ Սարգսյան, 35 տարեկան ինժեներ, ով անհետացավ, որովհետև նա տեսավ ինչ-որ բան, որը չպետք է տեսներ, Վանոյի մարդկանց, ովքեր բեռնում էին մարմին մեքենայի մեջ կեսգիշերին։ Յուրաքանչյուր պատմություն տարբեր է, բայց բոլորն ունեն մեկ ընդհանուր բան։ Դրանք բոլորս էին սովորական մարդիկ, ովքեր գտնվեցին սխալ վայրում սխալ ժամանակին, կամ ովքեր արեցին ինչ-որ բան, որը համակարգը համարեց սպառնալիք։ Բայց ամենաշոկային բացահայտումը գալիս է, երբ Նարինեն հասնում է տետրի վերջին էջին։ Այնտեղ գրված է մի անուն, որը ստիպում է նրան դադարել, շունչը բռնել, աչքերը փակել։ Անունը Հենրիկ Սիրադեղյան, 65 տարեկան, ֆիզիկայի դասախոս, Երևանի պետական համալսարան։ Վանո Սիրադեղյանի հայրը։ Նարինեն բացում է աչքերը, նայում է ինձ, եւ նրա ձայնը դողում է, երբ նա ասում է. «Այո, դուք ճիշտ լսեցիք, Վանոյի հայրը նույնպես անհետացավ։ Ոչ թե Վանոյի հրամանով, այլ Վանոյի պատճառով»։ Նա պատմում է պատմությունը, դանդաղ, զգուշորեն, կարծես յուրաքանչյուր բառ ցավ է պատճառում նրան։ Հենրիկ Սիրադեղյանը եղավ հանգիստ, ինտելիգենտ մարդ, ով ապրում էր իր գրքերի եւ գիտության աշխարհում։ Նա հպարտ էր իր որդով, Վանոյով, ով դարձել էր հզոր, ազդեցիկ, հարգված։ Բայց 1993-ի աշնանը Հենրիկը սկսեց լսել շշուկներ իր որդու մասին, այն մասին, թե ինչ էր իրականում տեղի ունենում Վանոյի հրամանով։ Սկզբում նա չհավատաց։ Նա մտածեց սրանք ընդդիմության հորինվածքներ են, փորձ վարկաբեկել նրա որդուն։ Բայց շշուկները շարունակվեցին, եւ Հենրիկը սկսեց կասկածել։ Նա որոշեց խոսել Վանոյի հետ, ուղղակիորեն, հայր եւ որդի, առանց միջնորդների։ Հանդիպումը տեղի ունեցավ 1993-ի նոյեմբերին, Վանոյի աշխատասենյակում, ուշ երեկոյան, երբ բոլորը գնացել էին տուն։ Ըստ Նարինեի, ով պատահաբար էր այնտեղ, աշխատելով արխիվում հարևալ սենյակում, նա լսեց նրան զրույցը։ Ես չէի ուզում լսել, բայց պատերը բարակ էին եւ ձայները հասնում էին ինձ։ Հենրիկը ասաց. «Որդիս, ես լսում եմ սարսափելի բաներ քո մասին։ Ասում են, որ մարդիկ անհետանում են, որ ընտանիքներ ոչնչացվում են, որ դու դարձել ես այն, ինչից մենք միշտ վախեցել ենք։ Ասա ինձ, սա ճիշտ է»։ Վանոն լռեց երկար։ Հետո նա ասաց. «Հայր, դու չես հասկանում։ Մենք ապրում ենք վտանգավոր ժամանակներում։ Հայաստանը շրջապատված է թշնամիներով, դրսից եւ ներսից։ Եթե մենք չլինենք ուժեղ, եթե մենք չպաշտպանենք մեր անվտանգությունը, մենք կկորչենք։ Այն, ինչ ես անում եմ, անհրաժեշտ է»։ Հենրիկը պատասխանեց. «Անհրաժեշտ։ Սպանել անմեղ մարդկանց անհրաժեշտ է։ Ոչնչացնել ընտանիքներ անհրաժեշտ է։ Որդիս, ես սովորեցրի քեզ փիլիսոփայություն, էթիկա, մարդկայնություն, թյուն։ Ինչպես դու դարձար այս»։ Վանոն բարկացավ։ Նա ասաց. «Դու ինձ սովորեցրիր մտածել, վերլուծել, հասկանալ իրականությունը։ Եվ իրականությունը այն է, որ աշխարհը չի կառավարվում սիրով եւ բարությամբ։ Այն կառավարվում է ուժով եւ վախով։ Դու ապրում ես քո գրքերի աշխարհում, բայց ես ապրում եմ իրական աշխարհում։ Եվ իրական աշխարհում, եթե դու ուզում ես գոյատևել, դու պետք է լինես անողոք»։ Հենրիկը ասաց. «Ապա ես ձախողվել եմ որպես հայր։ Ես ձախողվել եմ սովորեցնել քեզ ամենակարևոր դասը,
որ ոչ մի նպատակ չի արդարացնում անմարդկային միջոցները, որ երբ դու կորցնում ես քո մարդկայնությունը, դու կորցնում ես ամեն ինչ։ Վանոն ասաց. «Հայր, ես խնդրում եմ քեզ, մի խառնվիր սրան, մի փորձիր փոխել ինձ, պարզապես ընդունիր, որ ես այլևս այն տղան չեմ, ում դու ճանաչում էիր»։ Հենրիկը ասաց. «Ես չեմ կարող ընդունել սա, ես չեմ կարող լռել, երբ իմ որդին դարձել է բռնապետ, ես կխոսեմ, ես կպատմեմ ճշմարտությունը, անկախ հետևանքներից»։ Այդ սպառնալիքը փոխեց ամեն ինչ։ Վանոն ասաց. «Հայր, եթե դու խոսես, ես չեմ կարող պաշտպանել քեզ, համակարգը կգործի, եւ ես չեմ կարող կանգնեցնել այն, նույնիսկ քեզ համար»։ Հենրիկը ասաց. «Ապա թող համակարգը գործի, ես նախընտրում եմ մեռնել ճշմարտության հետ, քան ապրել ստի մեջ»։ Նա հեռացավ աշխատասենյակից։ Այդ եղավ վերջին անգամը, երբ Վանոն տեսավ իր հորը կենդանի։ 2 օր անց Հենրիկ Սիրադեղյանը անհետացավ իր տնից։ Պաշտոնական տարբերակը նա գնացել էր զբոսանքի լացել էր զբոսանքի լեռներ եւ կորել էր։ Նրա մարմինը երբեք չգտնվեց։ Բայց Նարինեն գիտի ճշմարտությունը։ Նա տեսավ փաստաթուղթը, հրաման, որը եկավ Վանոյի աշխատասենյակից, հրաման, որը ասում էր Հենրիկ Սիրադեղյան, կարմիր կատեգորիա, անմիջական գործողություն։ Նա տեսավ այդ փաստաթուղթը եւ չէր կարող հավատալ։ Ինչպես մարդը կարող էր հրամայել իր սեփական հոր անհետացումը։ Նարինեն ասում է. «Ես երբեք չիմացա արդյոք Վանոն իսկապես տվեց այդ հրամանը, թե ոչ։ Գուցե նրա մարդիկը գործեցին առանց նրա գիտության, փորձելով պաշտպանել նրան իր հորից։ Գուցե Վանոն իսկապես չգիտեր, թե ինչ տեղի ունեցավ, մինչև չուշացավ։ Բայց արդյունքը նույնն էր։ Հենրիկ Սիրադեղյանը անհետացավ։ Եվ Վանոն, ով կորցրել էր այնքան շատ բան, կորցրեց նաև իր հորը, միակ մարդուն, ով իսկապես սիրում էր նրան, ով իսկապես հոգ էր տանում նրա հոգու համար։ Այս բացահայտումը բացատրում է Վանո Սիրադեղյանի վերջին ամիսների փոփոխությունը։ Նրա խորացող դեպրեսիան, նրա աճող պարանոյան, նրա ամբողջական մեկուսացումը։ Նա կորցրել էր ոչ միայն իր իշխանությունը, ոչ միայն իր մարդկանց հավատարմությունը, այլև իր հորը, միակ մարդուն, ով կարող էր փրկել նրան իր սեփական ինքնից։ Նարինեն փակում է տետրը եւ նայում է ինձ։ Նրա աչքերը լցված են արցունքներով, բայց նաեւ ինչ-որ բանով ավելին, ազատագրման զգացումով։ Նա ասում է. «Ես պահել եմ այս գաղտնիքը 33 տարի։ Ես ապրել եմ վախի մեջ, վախենալով, որ եթե խոսեմ, ես կլինեմ հաջորդը։ Բայց այժմ ես ծեր եմ։ Ես չունեմ ավելի շատ ժամանակ։ Եվ ես ուզում եմ, որ այս անունները հիշվեն։ Ես ուզում եմ, որ այս պատմությունները պատմվեն։ Ես ուզում եմ, որ Հայաստանը իմանա ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը, անկախ նրանից, թե որքան ցավոտ է այն»։ Նա տալիս է ինձ տետրը։ Նա ասում է. «Վերցրեք սա, հրապարակեք սա։ Թող աշխարհը իմանա, թե ինչ տեղի ունեցավ։ Թող այս մարդկանց հիշողությունը ապրի։ Եվ թող մենք երբեք չմոռանանք այն դասը, որը պատմությունը փորձում է սովորեցնել մեզ, որ լռությունը սպանում է ավելի շատ մարդկանց, քան ցանկացած զենք»։ Այս տետրը, այս 45 անունները, այս 45 պատմությունները, սրանք են Վանո Սիրադեղյանի իրական ժառանգությունը։ Ոչ թե նրա քաղաքական ուժը, ոչ թե նրա ինտելեկտուալ փայլը, այլ այն ցավը, որը նա պատճառեց, այն կյանքերը, որոնք նա ոչնչացրեց, այն ընտանիքները, որոնք նա կոտրեց։ Եվ այսօր, 33 տարի անց, մենք վերջապես պատմում ենք այս պատմությունները։ Ոչ թե վրեժխնդրության համար, այլ արդարության համար։ Ոչ թե ատելության համար, այլ բուժման համար։ Ոչ թե մոռանալու համար, այլ հիշելու համար։ Որովհետև միայն երբ մենք հիշենք մեր անցյալը, միայն երբ մենք դիմակայենք մեր պատմության ամենամութ էջերին, միայն այն ժամանակ մենք կարող ենք շարժվել դեպի ավելի լուսավոր ապագա։ 35 տարի անց, երբ նախկին ԱԱԾ հետաքննիչ Արման Ավագյանը համաձայնեց տալ իր առաջին հարցազրույցը, նա հանեց իր անձնական սեյֆից մի ծրար կնքված կարմիր մոմով, որի վրա գրված էր «Բացել միայն իմ մահից հետո» կամ «Երբ ճշմարտությունը այլևս չի կարող սպանել»։ Ներսում ձայնագրություն, որը կատարվել է 1994-ի օգոստոսի 28-ին, 3 օր առաջ, քան Վանո Սիրադեղյանը հրաժարական տվեց։ Ձայնագրության մեջ 2 ձայն, Վանոյի ձայնը, հոգնած, կոտրված, գրեթե անճանաչելի, եւ մեկ այլ ձայն, կին, ում անունը Արմանը հրաժարվում է բացահայտել, բայց ում ինքնությունը կփոխի ամեն ինչ, ինչ մենք մտածում էինք, որ գիտենք Վանոյի վերջին օրերի մասին։ Այս ձայնագրությունը, որը պահվել է 35 տարի խորը գաղտնիության մեջ, բացահայտում է Վանո Սիրադեղյանի ամենամեծ գաղտնիքը։ Գաղտնիք, որը նա տարավ իր գերեզման, գաղտնիք, որը բացատրում է,
թե ինչու նա դարձավ այն, ինչ դարձավ։ Արմանը սեղմում է play կոճակը, եւ մենք լսում ենք Վանոյի ձայնը։ Ես գիտեմ, որ դու ինձ ատում ես։ Ես գիտեմ, որ դու ուզում ես տեսնել ինձ մեռած, բայց նախքան ես գնամ, նախքան ամեն ինչ ավարտվի, ես ուզում եմ, որ դու իմանաս ճշմարտությունը։ Ոչ թե այն ճշմարտությունը, որը բոլորը կարծում են, որ գիտեն, այլ իրական ճշմարտությունը, այն, ինչ իրականում տեղի ունեցավ։ Կինը պատասխանում է. ես չեմ ուզում լսել քո արդարացումները։ Ես չեմ ուզում լսել, թե ինչպես դու փորձում ես բացատրել անբացատրելին։ Վանոն ասում է. ես չեմ փորձում արդարացնել։ Ես պարզապես ուզում եմ, որ դու հասկանաս ինչու։ Ո՞վ է այս կինը, ում Վանոն խոսում է իր վերջին խոստովանությունը։ Ինչու նա ատում է նրան այնքան խորը, բայց միևնույն ժամանակ լսում է նրան։ Եվ ամենակարևորը, ինչ է այն ճշմարտությունը, որը Վանոն պատրաստվում է բացահայտել։ Ճշմարտություն, որը կարող էր փրկել նրան կամ ոչնչացնել նրան ավելի արագ, քան ցանկացած թշնամի։ Արման Ավագյանը նստած է իր փոքրիկ բնակարանում Թբիլիսիում, որտեղ նա ապրում է վերջին 20 տարին, թաքնված, մոռացված, սպասելով այն օրվան, երբ նա կարող է վերջապես պատմել այն, ինչ գիտի։ Նա ծառայել է ԱԱԾ-ում 10 տարի, հետաքննիչ, ով պատասխանատու էր ուսումնասիրելու ներքին անվտանգության սպառնալիքները։ 1994-ի ամռանը նրան հանձնարարվեց հատուկ առաջադրանք՝ հետևել Վանո Սիրադեղյանին, ոչ թե պաշտպանելու նրան, այլ հավաքելու ապացույցներ նրա դեմ։ Որովհետև այն ժամանակ արդեն պարզ էր, որ Վանոյի օրերը հաշված են, որ Տեր-Պետրոսյանը պատրաստվում է զոհաբերել նրան, եւ որ նոր իշխանությունները ուզում են իմանալ ամեն ինչ, յուրաքանչյուր գաղտնիք, յուրաքանչյուր մեղք, յուրաքանչյուր թուլություն։ Արմանը հետևեց Վանոյին 3 ամիս, գաղտնի, անտեսանելի, պրոֆեսիոնալ։ Նա տեսավ այն, ինչ ոչ ոք չտեսավ. Վանոյի գաղտնի հանդիպումները, նրա գիշերային այցելությունները, նրա ամենախորը վախերը։ Բայց ամենաշոկայինը եղավ այն, ինչ Արմանը պատահաբար լսեց օգոստոսի 28-ի գիշերը։ Վանոն հանդիպեց մի կնոջ հետ, գաղտնի վայրում, հին տան մեջ, Նոր Քմարաշի արվարձաններում։ Տուն, որը պատկանում էր անհայտ անձի եւ որը օգտագործվում էր միայն ամենագաղտնի հանդիպումների համար։ Արմանը տեղադրել էր գաղտնալսման սարք այնտեղ 2 շաբաթ առաջ, եւ այդ գիշերը նա նստած էր իր մեքենայում, 100 մետր հեռավորության վրա, լսելով ականջակալներով։ Նա սպասում էր լսել քաղաքական խոսակցություն, գուցե դավադրություն, գուցե փախուստի պլան։ Բայց այն, ինչ նա լսեց, եղավ ինչ-որ բան ամբողջովին այլ, խոստովանություն, որը բացահայտեց Վանո Սիրադեղյանի ամենախորը գաղտնիքը։ Արմանը ասում է. երբ ես լսեցի այդ զրույցը, ես չէի կարող հավատալ։ Ես մտածեցի, գուցե ես սխալ եմ լսում, գուցե սարքը վատ է աշխատում, բայց ոչ։ Ամեն ինչ պարզ էր, ամեն բառ հասկանալի։ Եվ այն, ինչ ես լսեցի, փոխեց ամեն ինչ։ Ինչ ես մտածում էի Վանո Սիրադեղյանի մասին։ Ձայնագրության մեջ Վանոն սկսում է խոսել դանդաղ, ցավոտ, կարծես յուրաքանչյուր բառ արյուն է հոսեցնում նրա բերանից։ Նա ասում է. դու հիշում ես, երբ մենք առաջին անգամ հանդիպեցինք։ Դա եղավ 1979, Մոսկվայում, համալսարանական գրադարանում։ Դու կարդում էիր Դոստոևսկու «Հանցագործություն եւ պատիժը», ես Կամյուի «Օտարը»։ Մենք սկսեցինք խոսել գրքերի մասին, փիլիսոփայության մասին, կյանքի իմաստի մասին, եւ ես հարվածվեցի քեզանից, քո խելքից, քո գեղեցկությունից, քո կրքից ճշմարտության նկատմամբ։ Մենք սիրահարվեցինք, կամ առնվազն ես սիրահարվեցի։ Ես երբեք չգիտեի արդյոք դու իսկապես սիրում էիր ինձ, թե ուղղակի օգտագործում էիր ինձ։ Կինը ընդհատում է. ես սիրում էի քեզ, Աստված է վկա, ես սիրում էի քեզ, բայց դու փոխվեցիր, դու դարձար ինչ-որ մեկը, ում ես չէի ճանաչում։ Վանոն շարունակում է. ես փոխվեցի, որովհետև դու ինձ ստիպեցիր փոխվել։ Երբ ես իմացա ճշմարտությունը, երբ ես հասկացա, թե ով ես իսկապես, ինչ ես անում, ում համար ես աշխատում, ես կորցրի ամեն ինչ, իմ հավատը, իմ սերը, իմ մարդկայնությունը։ Դու էիր KGB-ի գործակալ։ Դու ուղարկվել էիր Մոսկվա հետևելու ինձ, ուսումնասիրելու ինձ, տեղեկություններ հավաքելու իմ մասին։ Եվ դու արեցիր քո աշխատանքը կատարյալ։ Դու մտար իմ կյանք, իմ սիրտ, իմ հոգի։ Դու սովորեցիր իմ բոլոր գաղտնիքները, իմ բոլոր թուլությունները, իմ բոլոր վախերը։ Եվ հետո դու զեկուցեցիր ամեն ինչ քո վերադասներին։ Կինը լացում է։ Նրա ձայնը կոտրված է, երբ նա ասում է. այո, ես եղել եմ գործակալ։ Այո, ես ուղարկվել եմ քեզ հետևելու։ Բայց ես իսկապես սիրահարվեցի քեզ։ Ես փորձեցի դադարեցնել, փորձեցի հեռանալ, բայց նրանք չթողեցին։ Նրանք սպառնացին ինձ, սպառնացին իմ ընտանիքին։ Ես չունեի ընտրություն։ Այս բացահայտումը բացատրում է ամեն ինչ։
Վանո Սիրադեղյանի փոփոխությունը, նրա դառնությունը, նրա անվստահությունը բոլորի նկատմամբ։ Նա սիրել է կնոջ, ով դավաճանել է նրան, ոչ թե անձնական պատճառներով, այլ պրոֆեսիոնալ պարտքից։ Եվ այդ դավաճանությունը կոտրել է նրան ներսից, ավելի խորը, քան ցանկացած ֆիզիկական վերք։ Վանոն շարունակում է. Երբ ես իմացա ճշմարտությունը 1981-ին, երբ KGB-ի մի սպան, ով դարձել էր իմ ընկերը, պատմեց ինձ քո իսկական ինքնությունը, ես ուզեցի սպանել քեզ։ Ես ուզեցի սպանել քեզ իմ սեփական ձեռքերով, այն ձեռքերով, որոնք շոյել էին քեզ, սիրել էին քեզ, բայց ես չկարողացա, որովհետև ես դեռ սիրում էի քեզ։ Աստված օգնի ինձ, ես դեռ սիրում էի քեզ։ Այդպես որ ես արեցի միակ բանը, որը կարող էի անել, ես հեռացա։ Ես վերադարձա Երևան եւ երդվեցի, որ ես երբեք չեմ թույլ տա, որ ինչ-որ մեկը կրկին դավաճանի ինձ։ Ես երդվեցի, որ ես կդառնամ այնքան ուժեղ, այնքան անողոք, որ ոչ ոք երբեք չի կարողանա վնասել ինձ կրկին։ Այս խոստովանությունը բացահայտում է Վանո Սիրադեղյանի ամբողջ ողբերգությունը։ Նա դարձավ մոնստր ոչ թե որովհետև նա ծնվել էր չար, այլ որովհետև նա վիրավորվել էր այնքան խորը, որ նա որոշեց երբեք չվստահել, երբեք չսիրել, երբեք չթույլ տալ, որ ինչ-որ մեկը մոտենա նրան։ Նա կառուցեց պատեր իր շուրջը, պատեր, որոնք պաշտպանում էին նրան, բայց միաժամանակ բանտարկում էին նրան։ Եվ այդ բանտարկությունը դարձավ նրա դժոխքը, դժոխք, որը նա ստեղծեց ինքը իր համար։ Կինը հարցնում է. Ինչու դու ինձ կանչեցիր այստեղ այսօր։ Ինչու դու ուզում ես պատմել ինձ այս ամենը հիմա, 30 տարի անց։ Վանոն պատասխանում է. Որովհետև ես մեռնում եմ, ոչ թե ֆիզիկապես դեռ, բայց ներսից։ Իմ իշխանությունը վերջանում է, իմ մարդիկը լքում են ինձ, իմ թշնամիները միայնակ են մնում, ամենասարսատիկը լքում են ինձ, իմ թշնամիները սպասում են իրենց պահին։ Եվ նախքան ես գնամ, ես ուզում եմ, որ դու իմանաս ամեն ինչ, ինչ ես արեցի, ամեն մեկը, ում ես վնասեցի, դա եղավ քո պատճառով։ Դու ստեղծեցիր ինձ, դու դարձրիր ինձ այն, ինչ ես եմ, եւ հիմա դու պետք է ապրես այդ գիտակցությամբ, ինչպես ես ապրում եմ։ Կինը աղաղակում է. Ոչ, դու չես կարող մեղադրել ինձ քո ընտրությունների համար։ Այո, ես դավաճանեցի քեզ, այո, ես վնասեցի քեզ, բայց այն, ինչ դու արեցիր հետո, այն մարդիկը, ում դու սպանեցիր, այն ընտանիքները, որոնք դու ոչնչացրիր, դա եղավ քո ընտրությունը, ոչ թե իմը։ Վանոն լռում է երկար։ Հետո նա ասում է. Դու ճիշտ ես, դա եղավ իմ ընտրությունը, եւ ես պետք է ապրեմ այդ ընտրության հետ մինչև իմ վերջին շունչը։ Բայց ես ուզում էի, որ դու իմանաս, դու եղար սկիզբը, դու եղար այն պատճառը, որ ես կորցրի իմ հավատը մարդկության մեջ, եւ հիմա, երբ ամեն ինչ ավարտվում է, ես ուզում եմ, որ դու հիշես ինձ։ Ոչ թե որպես մոնստր, ոչ թե որպես բռնապետ, այլ որպես մարդ, ով մի անգամ սիրել է քեզ այնքան խորը, որ քո դավաճանությունը սպանեց նրա հոգին։ Ձայնագրությունը ավարտվում է։ Արմանը անջատում է սարքը եւ նայում է ինձ։ Նա ասում է. Ես երբեք չիմացա ով էր այդ կինը։ Ես փորձեցի պարզել, բայց բոլոր հետքերը մեռած էին։ Գուցե նա մեռավ, գուցե նա փախավ, գուցե նա դեռ ապրում է ինչ-որտեղ իր սեփական մեղքի հետ։ Բայց այն, ինչ ես գիտեմ, այն է, որ այս ձայնագրությունը փոխում է ամեն ինչ։ Այն ցույց է տալիս, որ Վանո Սիրադեղյանը եղավ ոչ միայն բռնապետ, այլև զոհ։ Զոհ իր սեփական սիրո, իր սեփական վստահության, իր սեփական մարդկայնության։ Սա չի արդարացնում նրա արարքները։ Ոչինչ չի կարող արդարացնել այն, ինչ նա արեց։ Բայց դա բացատրում է, թե ինչու նա դարձավ այն, ինչ դարձավ։ Այս բացահայտումը ավելացնում է նոր շերտ Վանո Սիրադեղյանի պատմությանը։ Նա չէր պարզապես իշխասեր մոնստր, ով վայելում էր իր ուժը։ Նա էր կոտրված մարդ, ով փորձում էր պաշտպանել իրեն այն ցավից, որը նա զգացել էր երիտասարդության մեջ։ Նա կառուցեց համակարգ, որը հիմնված էր վախի եւ անվստահության վրա, որովհետեւ նա ինքը ապրում էր այդ վախի եւ անվստահության մեջ։ Եվ այդ համակարգը, որը նա ստեղծեց իր պաշտպանության համար, դարձավ նրա բանտը։ Բանտ, որից նա երբեք չկարողացավ փախչել։ Բայց արդյոք այս բացատրությունը բավարար է։ Արդյոք մենք կարող ենք ներել Վանո Սիրադեղյանին, որովհետև նա ինքը եղել է զոհ։ Արդյոք նրա անձնական ցավը արդարացնում է այն ցավը, որը նա պատճառեց տասնյակ հարյուրավոր ուրիշներին։ Պատասխանը պարզ է՝ ոչ։ Հասկանալը չի նշանակում ներել, բացատրելը չի նշանակում արդարացնել։ Վանո Սիրադեղյանը կատարեց ընտրություններ, որոնք ոչնչացրեցին կյանքեր, կոտրեցին ընտանիքներ, ստեղծեցին ցավ, որը դեռ զգացվում է 35 տարի անց։ Եվ այդ ընտրությունների համար նա պետք է պատասխանատվություն կրի, պատմության առջև, արդարության առջև, այն մարդկանց հիշողության առջև, ում նա վնասեց։
Բայց մինչ Վանո Սիրադեղյանը խոստովանում էր իր անցյալի մեղքերը գաղտնի ձայնագրության մեջ, նրա համակարգը ապրում էր իր վերջին օրերը։ 1994-ի սեպտեմբերի սկիզբը Երևանը լի էր լարվածությամբ։ Բոլորը սպասում էին, թե ինչ կլինի, երբ Վանոն վերջապես կընկնի։ Նախկին ոստիկանության գնդապետ Սամվել Գրիգորյանը, ով ծառայել է Վանոյի անմիջական ենթակայությամբ, հիշում է այդ օրերը որպես հանգիստ փոթորկից առաջ։ Նա ասում է. «Մենք բոլորս գիտեինք, որ վերջը մոտ է։ Մենք տեսնում էինք, թե ինչպես Վանոն կորցնում է իր ազդեցությունը, ինչպես նրա հրամանները անտեսվում են, ինչպես նրա մարդիկը սկսում են հեռանալ։ Բայց ամենավախեցնողը եղավ լռությունը։ Վանոն այլևս չէր բարձրաձայնում, այլևս չէր սպառնում, այլևս չէր պայքարում։ Նա պարզապես նստում էր իր աշխատասենյակում, ծխում էր իր սիգարետները եւ սպասում էր վերջին հարվածին»։ Այդ հարվածը եկավ սեպտեմբերի 2-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը պաշտոնապես պահանջեց Վանո Սիրադեղյանի հրաժարականը։ Պահանջը եկավ ոչ թե անձնական հանդիպման ժամանակ, այլ գրավոր նամակով, պաշտոնական, սառը, անանձնական։ Նամակում գրված էր. «Հարգելի պարոն Սիրադեղյան, հաշվի առնելով ներկայիս քաղաքական իրավիճակը եւ անհրաժեշտությունը կառավարության վերակազմավորման, ես պաշտոնապես պահանջում եմ ձեր հրաժարականը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի պաշտոնից, ուժի մեջ մտնելով սեպտեմբերի 5-ից»։ Վանոն կարդաց նամակը մի անգամ, երկու անգամ, երեք անգամ։ Հետո նա դրեց այն իր գրասեղանի վրա, վերցրեց իր անձնական գրիչը եւ գրեց մի նախադասություն. «Ես ընդունում եմ»։ Երկու բառ, որոնք ավարտեցին 2 տարվա իշխանությունը, 2 տարվա վախը, 2 տարվա արյունը։ Սամվելը հիշում է այդ օրը. «Ես եղել եմ Վանոյի աշխատասենյակում, երբ նա ստորագրեց հրաժարականը։ Ես սպասում էի, որ նա կբարկանա, կաղաղակի, կսպառնա, բայց նա ոչինչ չարեց։ Նա պարզապես նստեց իր աթոռին, նայեց պատուհանից դեպի Հանրապետության հրապարակը եւ ասաց. «Գիտես թե ինչ է ամենավատը։ Ոչ թե այն, որ ես կորցրի իմ իշխանությունը, այլ այն, որ ես գիտեի, որ սա կլինի։ Ես գիտեի սկզբից ի վեր, որ այս օրը կգա, բայց ես չկարողացա կանգնեցնել ինձ։ Ես չկարողացա ընտրել այլ ճանապարհ։ Ես դատապարտված էի կրկնել նույն սխալները, որոնք արել են բոլոր նրանք, ովքեր եկել են իմ առաջ։ Ես հարցրի նրան. «Ինչ եք անելու հիմա»։ Նա ժպտաց այն տխուր հոգնած ժպիտով, որը դարձել էր նրա մշտական դեմքը։ Նա ասաց. «Ես կապրեմ։ Ես կապրեմ այն ամենի հետ, ինչ ես արել եմ։ Եվ ես կսպասեմ այն օրվան, երբ արդարությունը կգա ինձ մոտ, այս կյանքում կամ հաջորդում»։ Բայց արդարությունը երբեք չեկավ։ Վանո Սիրադեղյանը հրաժարական տվեց սեպտեմբերի 5-ին, բայց նա երբեք չձերբակալվեց, երբեք չդատվեց, երբեք չպատասխանեց իր արարքների համար։ Նրա գործը դասակարգվեց որպես պետական գաղտնիք եւ փակվեց 30 տարով։ Նրա մարդիկը, ովքեր կատարել էին նրա հրամանները, ազատվեցին կամ ստացան թեթև պատիժներ։ Անհետացածների ընտանիքները երբեք չստացան պատասխաններ, երբեք չգտան իրենց հարազատների մարմինները, երբեք չտեսան արդարություն։ Համակարգը պաշտպանեց իր սեփականը, նույնիսկ երբ այդ սեփականը եղավ մարդ, ով խախտել էր բոլոր օրենքները, բոլոր նորմերը, բոլոր մարդկային արժեքները։ Ինչու։ Ինչու համակարգը ընտրեց պաշտպանել Վանո Սիրադեղյանին, փոխարեն նրան դատելու։ Պատասխանը պարզ է, բայց ցավոտ։ Որովհետև եթե Վանոն դատվեր, եթե նա խոստովաներ, եթե նա բացահայտեր իր բոլոր գաղտնիքները, ապա ամբողջ համակարգը կփլուզվեր։ Բոլոր նրանք, ովքեր տվել էին նրան հրամաններ, ովքեր աջակցել էին նրան, ովքեր օգտվել էին նրա ծառայություններից, կբացահայտվեին։ Եվ դա էր անթույլատրելի։ Նախկին դատախազ Արթուր Հարությունյանը, ով պատասխանատու էր Վանոյի գործի նախապատրաստման համար, հիշում է այն ճնշումները, որոնք նա ստացավ վերևից։ Նա ասում է. «Ինձ ասացին շատ պարզ. Վանո Սիրադեղյանի գործը չպետք է դատարան հասնի։ Գտեք ճանապարհ, փակել այն, թաղել այն, մոռանալ այն։ Ես փորձեցի դիմադրել։ Ես ասացի, բայց մենք ունենք ապացույցներ, մենք ունենք վկաներ, մենք ունենք զոհերի ընտանիքներ, ովքեր պահանջում են արդարություն»։ Նրանք ասացին. «Արդարությունը քաղաքական հասկացություն է, եւ քաղաքականորեն անհարմար է դատել Վանո Սիրադեղյանին այս պահին»։ Ես հարցրի. «Երբ կլինի հարմար»։ Նրանք ասացին. «Երբեք»։ Եվ նրանք ճիշտ էին։ 35 տարի անց Վանո Սիրադեղյանի գործը դեռ փակ է, դեռ դասակարգված է, դեռ թաղված է պետական գաղտնիքների խորը շերտերում։ Արթուրը հրաժարական տվեց դատախազությունից 1995-ի հունվարին։ Նա չկարողացավ շարունակել աշխատել համակարգում, որը մերժում էր արդարությունը։ Նա մեկնեց Հայաստանից եւ ապրեց Ֆրանսիայում 15 տարի։ Այսօր նա վերադարձել է Երևան եւ աշխատում է որպես մարդու իրավունքների պաշտպան։ Նա ասում է. «Ես վերադարձա, որովհետև ես հավատում եմ, որ ուշ թե շուտ ճշմարտությունը կբացահայտվի։
Ես հավատում եմ, որ նոր սերունդը, որը չի վախենում հին համակարգից, կպահանջի պատասխաններ։ Եվ երբ այդ օրը գա, ես ուզում եմ լինել այնտեղ օգնելու, աջակցելու, համոզվելու, որ այս անգամ արդարությունը կհաղթի։ Բայց մինչև այդ օրը գալիս է, Վանո Սիրադեղյանի զոհերը շարունակում են սպասել։ Նրանց ընտանիքները շարունակում են սպասել։ Եվ ճշմարտությունը շարունակում է սպասել, թաղված, բայց ոչ մեռած, լուռ, բայց ոչ մոռացված։ Վանո Սիրադեղյանը ապրեց իր վերջին տարիները մեկուսացման մեջ։ Նա տեղափոխվեց փոքր բնակարան Երևանի արվարձաններից մեկում, հեռու կենտրոնից, հեռու իշխանությունից, հեռու այն կյանքից, որը նա մի ժամանակ վերահսկում էր։ Նա ապրում էր միայնակ, նրա կինը լքել էր նրան 1995-ին։ Նրա երեխաները հրաժարվել էին խոսել նրա հետ, նրա ընկերները անհետացել էին։ Նա ուներ միայն մի քանի հավատարիմ պահակներ, ովքեր պահպանում էին նրան ոչ թե սիրուց, այլ պարտքից կամ վախից։ Նախկին պահակ Գագիկ Ավագյանը, ով պահպանում էր Վանոյին նրա վերջին տարիներին, հիշում է. Վանոն դարձել էր ուրվական։ Նա գրեթե երբեք չէր դուրս գալիս իր բնակարանից։ Նա անցկացնում էր իր օրերը կարդալով գրքեր, նայելով հեռուստացույց, ծխելով սիգարետներ։ Նա գրեթե չէր խոսում։ Երբեմն նա նստում էր պատուհանի մոտ եւ նայում էր քաղաքին, ժամ-ժամերով, անշարժ, կարծես փորձելով հիշել, թե ինչպիսին էր կյանքը, երբ նա ուներ իշխանություն։ Գագիկը հիշում է մի զրույց, որը նա ունեցավ Վանոյի հետ 1999 մի քանի ամիս առաջ, քան Վանոն վախճանվեց։ Ես մտա նրա սենյակ բերելու նրա ճաշը։ Նա նստած էր իր բազկաթոռին, ձեռքին գիրք, Դոստոևսկու Եղբայրներ Կարամազովները։ Նա նայեց ինձ եւ ասաց. «Գագիկ, դու կարծում ես, որ Աստված ներում է»։ Ես զարմացա։ Վանոն երբեք չէր խոսել Աստծո մասին։ Ես ասացի. «Ես չգիտեմ, պարոն Սիրադեղյան, ես չեմ կրոնական մարդ»։ Նա ժպտաց. «Ես էլ չեմ։ Բայց վերջերս ես մտածում եմ դրա մասին։ Ես մտածում եմ, արդյոք կա ինչ-որ բան այս կյանքից հետո։ Արդյոք ես կհանդիպեմ այն մարդկանց, ում ես վնասեցի։ Արդյոք ես կկարողանամ բացատրել նրանց, թե ինչու ես արեցի այն, ինչ արեցի։ Ես հարցրի. «Եվ ինչ կասեք նրանց»։ Նա մտածեց երկար։ Հետո նա ասաց. «Ես կասեմ, ես վախենում էի։ Ես վախենում էի այնքան խորը, որ ես դարձա այն, ինչից ես վախենում էի։ Ես դարձա մոնստր, փորձելով պաշտպանվել մոնստրերից»։ Այս խոստովանությունը, այս վերջին խոսքերը բացահայտում են Վանո Սիրադեղյանի ամենախորը ճշմարտությունը։ Նա չէր անզգա մոնստր, ով վայելում էր ուրիշների տառապանքը։ Նա էր վախեցած մարդ, ով փորձում էր վերահսկել իր շրջապատը, որովհետև նա չէր կարող վերահսկել իր ներսում եղած վախը։ Եվ այդ փորձը վերահսկել ամեն ինչը դարձավ նրա անկումը։ Որովհետև երբ դու փորձում ես վերահսկել ամեն ինչը, դու վերջում կորցնում ես ամեն ինչը։ Երբ դու կառուցում ես քո իշխանությունը վախի վրա, այդ վախը վերջում ուտում է քեզ ներսից։ Եվ Վանո Սիրադեղյանը ուտվեց իր սեփական վախից, դանդաղ, ցավոտ, անխուսափելի։ Վանո Սիրադեղյանը վախճանվեց 2002-ի մարտի 15-ին, 61 տարեկան հասակում։ Պաշտոնական տարբերակը սրտի կաթված։ Բայց շատերը կասկածում են, որ իրական պատճառը եղավ ինչ-որ բան այլ, թունավորում, ինքնասպանություն կամ պարզապես կոտրված սիրտ։ Նրա թաղումը եղավ հանգիստ, փոքր, գրեթե գաղտնի։ Ներկա էին միայն նրա անմիջական ընտանիքը եւ մի քանի նախկին գործընկերներ։ Ոչ պաշտոնական անձինք, ոչ հեռուստատեսություն, ոչ թերթեր։ Վանո Սիրադեղյանը, ով մի ժամանակ եղել էր Հայաստանի ամենահզոր մարդը, թաղվեց լռության մեջ։ Կարծես նա երբեք չէր գոյություն ունեցել։ Բայց նրա ժառանգությունը ապրում է։ Նրա ժառանգությունը ապրում է այն ընտանիքներում, ովքեր դեռ սպասում են պատասխանների։ Նրա ժառանգությունը ապրում է այն համակարգում, որը նա օգնեց ստեղծել։ Համակարգ, որը դեռ գործում է, դեռ պաշտպանում է իր սեփականը, դեռ մերժում է արդարությունը։ Նրա ժառանգությունը ապրում է մեր հավաքական հիշողության մեջ, որպես զգուշացում, որպես դաս, որպես հիշեցում այն մասին, թե ինչ է տեղի գալիս, երբ իշխանությունը դառնում է ավելի կարևոր, քան մարդկայնությունը։ Այսօր, 33 տարի անց, Վանո Սիրադեղյանի հրաժարականից եւ 21 տարի անց նրա մահից, Հայաստանը դեռ չի դիմակայել իր անցյալին։ Անհետացածների ընտանիքները դեռ սպասում են արդարության։ Փաստաթղթերը դեռ դասակարգված են։ Ճշմարտությունը դեռ թաղված է։ Բայց նոր սերունդը սկսում է հարցեր տալ։ Նոր սերունդը, որը չի ապրել այդ վախի մեջ, որը չի հիշում այդ ժամանակները, սկսում է պահանջել պատասխաններ։ Եվ գուցե, միայն գուցե, այս նոր սերունդը կլինի այն, որը վերջապես կբերի արդարությունը։ Գուցե այս նոր սերունդը կլինի այն, որը կբացի փակված գործերը, կբացահայտի թաղված գաղտնիքները,
կտա ձայն այն մարդկանց, ովքեր լռեցվել են 35 տարի։ Նախկին անհետացածների ընտանիքների ներկայացուցիչ Գայանե Մանուկյանը, ում ամուսինը լրագրող Արտակ Մանուկյանը, անհետացավ 1993-ին, ասում է. «Մենք չենք պահանջում վրեժ, մենք պահանջում ենք ճշմարտություն։ Մենք ուզում ենք իմանալ, ինչ եղավ մեր հարազատների հետ, որտեղ են նրանց մարմինները, ով է պատասխանատու նրանց մահվան համար։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը ճանաչի, որ այս ողբերգությունը տեղի ունեցավ, որ այս մարդիկը գոյություն ունեցան, որ նրանց կյանքերը կարևոր էին։ Եվ մենք չենք դադարի պայքարել, մինչև մենք ստանանք այդ ճանաչումը»։ Գայանեն եւ մյուս ընտանիքները ստեղծել են կազմակերպություն «Անհետացածների ձայնը», որը աշխատում է հավաքելու ապացույցներ, փաստաթղթավորելու վկայություններ, պահպանելու հիշողությունը։ Նրանք կազմակերպում են տարեկան հիշատակի արարողություններ, հրապարակում են զեկույցներ, պայքարում են միջազգային դատարաններում։ Նրանք չեն հանձնվում, եւ նրանց պայքարը տալիս է հույս, որ ուշ թե շուտ արդարությունը կհաղթի։ Բայց արդարությունը պահանջում է ոչ միայն ընտանիքների պայքարը։ Այն պահանջում է նաև հասարակության կամքը, դիմակայել իր անցյալին, ընդունել իր պատասխանատվությունը, սովորել իր սխալներից։ Այն պահանջում է, որ մենք դադարենք լռել, դադարենք վախենալ, դադարենք անտեսել այն, ինչ տեղի ունեցավ։ Այն պահանջում է, որ մենք խոսենք, բարձր, պարզ, անվախ։ Այն պահանջում է, որ մենք հիշենք ոչ թե ատելությամբ, այլ համակրանքով, ոչ թե վրեժխնդրությամբ, այլ հասկացմամբ, ոչ թե մոռանալու համար, այլ սովորելու համար։ Որովհետև միայն երբ մենք սովորենք մեր պատմությունից, միայն երբ մենք հասկանանք, թե ինչպես Վանո Սիրադեղյանը դարձավ այն, ինչ դարձավ, միայն այն ժամանակ մենք կարող ենք համոզվել, որ նման բան երբեք չկրկնվի։ Կրկնվի։ Վանո Սիրադեղյանի պատմությունը պատմություն է իշխանության, վախի, դավաճանության, յուցյան եւ կորստի մասին։ Բայց այն նաև պատմություն է մարդկայնության մասին, այն մասին, թե ինչպես մենք բոլորս ունենք ընտրություն, թե ինչպես մենք բոլորս կարող ենք ընտրել լույսը կամ մթությունը, սերը կամ ատելությունը, արդարությունը կամ վրեժխնդրությունը։ Վանոն ընտրեց մթությունը, նա ընտրեց վախը, նա ընտրեց իշխանությունը մարդկայնության փոխարեն։ Եվ այդ ընտրությունը ոչնչացրեց նրան ավելի ամբողջությամբ, քան ցանկացած թշնամի կարող էր ոչնչացնել։ Բայց մենք կարող ենք ընտրել այլ կերպ։ Մենք կարող ենք ընտրել ճշմարտությունը, մենք կարող ենք ընտրել արդարությունը, մենք կարող ենք ընտրել հիշել ոչ թե մոռանալու համար, այլ սովորելու համար։ Եվ այդ ընտրությունը, այդ պարզ, բայց հզոր ընտրությունը կարող է փոխել ամեն ինչ։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, որ քաղաքից եք դուք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ Վանո Սիրադեղյանը դեռ հիշվում է։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։